Երբ արխիվիստները բացեցին փակ պահարանի դուռը, որը 50 տարի չէր բացվել, նրանց ձեռքերը դողում էին։ Ներսում փոշու տակ ընկած էր բժշկական թղթապանակ, կարմիր կնիքով եւ մեկ բառով՝ գաղտնի։ Առաջին էջում անունը, որը ողջ Հայաստանը գիտեր սրտից՝ Գրաչիա Ներսիսյան։ Բայց հաջորդ տողերը սառեցրին արյունը երակներում։ Ախտորոշումը, որը գրված էր 1950 թվականի հոկտեմբերին, խոսում էր այնպիսի հիվանդության մասին, որը պետք է անմիջապես հանեին բեմից։ Բայց նա շարունակեց երգել, շարունակեց ժպտալ կամերաների առջև, շարունակեց լինել ազգի սիրելի զավակը, մինչդեռ նրա մարմինը քայքայվում էր ներսից։ Ով էր որոշել, որ ճշմարտությունը պետք է թաղել։ Ինչու էին բժիշկները ստորագրել լռության պայմանագիրը, եւ ամենակարևորը, ինչ գին վճարեց Գրաչյան այն բանի համար, որ դարձավ կենդանի սուտի խորհրդանիշը։ Գրաչիա Ներսիսրաչյա Ներսիսյանի անունը 1940 թվականների վերջին արդեն հնչում է յուրաքանչյուր տանը։ Նրա ձայնը, այդ թավ, թրթռացող, հոգու խորքերից բխող ձայնը ստիպում էր կանանց լալ եւ տղամարդկանց լռել հարգանքից։ Երբ նա բարձանում էր բեմ, դահլիճները լցվում էին մինչև վերջին աթոռը։ Մարդիկ կանգնում էին միջանցքներում, նստում պատուհանների շեմքերին, միայն թե լսեին այդ կախարդական ձայնը։ Նա երգում էր հայրենիքի, սիրո, կորստի մասին, այնպես կարծես յուրաքանչյուր բառ պատռում էր նրա սրտից։ Իշխանությունները սիրում էին նրան, որովհետև նա երբեք չէր խոսում քաղաքականության մասին։ Նա պարզապես երգում էր։ Եվ դա բավական էր, որպեսզի նրան համարեին անվտանգ, վերահսկելի, իդեալական խորհրդային արտիստ։ Բայց 1948 թվականին, երբ Գրաչյան դարձավ 35 տարեկան, ինչ-որ բան փոխվեց։ Նրա ամենամոտ ընկերները նկատեցին, որ նա սկսեց հոգնել ավելի արագ։ Կոնցերտներից հետո նա չէր մնում խնջույքներին ինչպես առաջ։ Փոխարենը անհետանում էր իր հյուրանոցային համարում եւ պահակները լսում էին, թե ինչպես է նա ժամերով քայլում սենյակում առանց լույս վառելու։ Նրա կինը Արմինեն փորձում էր ժպտալ հանրության առջև, բայց նրա աչքերում երևում էր անհանգստությունը։ Երբ լրագրողները հարցնում էին Գրաչիայի առողջության մասին, նա պատասխանում էր միշտ նույն բառերով. նա պարզապես շատ է աշխատում, նրան պետք է հանգիստ։ Բայց հանգիստ չկար։ Փոխարենը նոր կոնցերտներ, նոր ճամփորդություններ, նոր պահանջներ։ 1949 թվականի գարնանը Գրաչյան փուլ եկավ բեմից կոնցերտի ընթացքում։ Դա տեղի ունեցավ Երևանի օպերայի թատրոնում, լիքը դահլիճում, երբ նա երգում էր իր ամենասիրված երգը՝ «Իմ Հայաստան»։ Հանկարծ նրա ձայնը դողաց, ոչ թե արվեստով, այլ իրական թուլությունից։ Նա բռնվեց դաշնամուրի եզրից, փորձեց շարունակել, բայց բառերը չէին գալիս։ Նրա դեմքը սպիտակեց, ճակատին հայտնվեցին քրտինքի կաթիլներ։ Դահլիճում տիրեց լարված լռություն։ Մարդիկ չէին հասկանում, սա դերասանական խաղ է, թե իրական ճգնաժամ։ Երկու երկար վայրկյան անց Գրաչյան ուղղվեց, ժպտաց այն ժպիտով, որը նվաճել էր միլիոնավոր սրտեր, եւ ավարտեց երգը։ Ծափահարությունները եղան որոտացող, բայց բեմի հետևում, երբ վարագույրը փակվեց, նա ընկավ աթոռին եւ շնչեց այնպես, կարծես վազել էր կիլոմետրեր։ Հենց այդ գիշեր էր, երբ կանչեցին առաջին բժշկին։ Ոչ թե պաշտոնական կլինիկայից, այլ մասնավոր մարդու, դոկտոր Արամ Սարգսյանին, որը հայտնի էր որպես արտիստների բժիշկ։ Նա եկավ գիշերվա 2 ժամին, մուտք գործեց Գրաչիայի տուն հետևի դռնից, որպեսզի հարևանները չտեսնեին։ Հետազոտությունը տևեց ավելի քան 1 ժամ։ Երբ դոկտոր Սարգսյանը դուրս եկավ ննջասենյակից, նրա դեմքը քարացած էր։ Նա նստեց Արմինեի հետ խոհանոցում, լցրեց իրեն մի բաժակ ջուր դողացող ձեռքերով եւ ասաց բառեր, որոնք փոխեցին ամեն ինչ։ Նրա սիրտը տանջվում է։ Սա ոչ թե հոգնածություն է, սա լուրջ հիվանդություն է, որը կարող է վերջանալ ողբերգությամբ, եթե նա չդադարեցնի այս տեմպերը։ Արմինեն հարցրեց այն հարցը, որը վախենում էր տալ։ Քանի ժամանակ նա ունի։ Դոկտորը լռեց, հետո պատասխանեց. Եթե շարունակի այսպես, մի քանի տարի։ Եթե դադարեցնի հիմա, գուցե 10 կամ ավելի։ Բայց Գրաչյան չդադարեցրեց։ Ավելին, հաջորդ շաբաթ նա արդեն կանգնած էր բեմում Լենինականում, հետո Գյումրիում, հետո Թբիլիսիում։ Նրա կինը աղաչում էր, լաց էր լինում, սպառնում էր, որ կհեռանա, բայց Գրաչյան միայն գրկում էր նրան եւ շշնջում. Ես չեմ կարող դադարեցնել։ Երգելը միակ բանն է, որը ինձ կենդանի է պահում։ Եվ սա էր ամենավախենալին։ Նա իսկապես հավատում էր դրան։ Նա հավատում էր, որ եթե դադարեցնի երգելը, ապա կմեռնի ոչ թե հիվանդությունից, այլ դատարկությունից։ Իսկ դոկտոր Սարգսյանը, որը գիտեր ճշմարտությունը, ստիպված էր լռել։ Որովհետև մի քանի օր անց նրան կանչեցին մի գրասենյակ, որտեղ նստած էին 3 մարդ, մեկը մշակույթի նախարարությունից, մեկը կուսակցական կոմիտեից
եւ մեկը, որի պաշտոնը երբեք չասացին։ Նրանք ասացին դոկտոր Սարգսյանին, որ Գրաչյա Ներսիսյանը պետական արժեք է, որ նրա ձայնը պետք է ժողովրդին, որ ախտորոշումը պետք է մնա գաղտնի, եւ որ եթե դոկտորը խոսի, ապա նա կորցնի ոչ միայն իր լիցենզիան, այլև ազատությունը։ Ինչ ընտրություն ուներ մի բժիշկը, երբ պետությունը պահանջում էր զոհ։ Ինչպես կարող էր նա փրկել մի մարդու, երբ ամբողջ համակարգը որոշել էր, որ այդ մարդը պետք է շարունակի կիայրվել բեմի լույսերի տակ, մինչև վերջին շունչը։ Եվ ամենավատը, ինչպես կապրետ Գրաչյան, եթե իմանար, որ նրա յուրաքանչյուր երգը մի քայլ էր դեպի գերեզման, եւ որ նրան թույլ էին տալիս մեռնել դանդաղ, միայն որովհետև նրա մահը ձեռնտու էր ուրիշներին։ 1950 թվականի աշնանը Գրաչյա Ներսիսյանի անունը հնչում էր ամբողջ խորհրդային միությունում։ Նրան հրավիրում էին Մոսկվա, Լենինգրադ, Կիև, երգելու Կրեմլյան ընդունելություններում, զինվորական փառատոներում, գործարանների հոբելյաններում։ Նա դարձել էր խորհրդային մշակույթի դեմքերից մեկը, այն մարդը, ում ձայնը խորհրդանշում էր հայ ժողովրդի հավատարմությունը մեծ հայրենիքին։ Բայց ամեն անգամ, երբ նա բաբարձանում էր ինքնաթիռ կամ գնացք, նրա կինը Արմինեն փաթեթավորում էր փոքրիկ դեղատուփ, լի դեղահատներով, որոնց անունները նա արդեն անգիր գիտեր։ Նիտրոգլիցերին սրտի ցավերի համար, Վալերիանը նյարդերի համար, եւ ուժեղ ցավազրկողները, այն գիշերների համար, երբ Գրաչյան արթնանում էր ճչալով, բռնելով կրծքավանդակը, զգալով, թե ինչպես է սիրտը փորձում դուրս թռչել կողոսկրերի միջից։ Բայց հանրությունը ոչինչ չգիտեր։ Լրագրողները գրում էին Գրաչյայի մասին որպես անսպառ էներգիայի տեր, անխոնջ երգչախմբի հոգու։ Նրա լուսանկարները զարդարում էին ամսագրերի շապիկները, միշտ ժպտացող, միշտ ուժեղ, միշտ անսասան։ Իսկ իրականում բեմի հետևում նրա համար տեղադրել էին հատուկ աթոռ, որտեղ նա նստում ու մեր կոնցերտների միջև, գլուխը թեքած, աչքերը փակած, շնչելով խորը եւ դանդաղ, փորձելով հավաքել ուժեր հաջորդ երգի համար։ Նրա հետ միշտ էր մի երիտասարդ բժիշկ, Լևոն Գրիգորյանը, որին պաշտոնապես ներկայացնում էին որպես արտիստի անձնական օգնական, բայց իրականում նա էր այն մարդը, ով պահում էր թթվածնի բալոնը եւ ադրենալինի ներարկիչը, պատրաստ ցանկացած վայրկյան օգտագործելու դրանք։ 1951 թվականի փետրվարին տեղի ունեցավ այն, ինչից բոլորը վախենում էին։ Գրաչյան կոնցերտ էր տալիս Բաքվում, Ադրբեջանական Հանրապետության մայրաքաղաքում, որտեղ նրան սիրում էին ոչ պակաս, քան Երևանում։ Դահլիճը լիքն էր, 2000 մարդ, որոնք եկել էին լսելու իրենց կուռքին։ Գրաչյան երգեց առաջին 3 երգը շքեղ ձևով։ Նրա ձայնը հնչում էր հզոր եւ մաքուր, կարծես տարիքը եւ հիվանդությունը երբեք չէին դիպել նրան։ Բայց 4-րդ երգի կեսին, երբ նա հասավ բարձր նոտային, նրա ձայնը կտրվեց։ Ոչ թե դանդաղ մարեց, այլ հանկարծ կտրվեց, ինչպես կտրում են լարը։ Գրաչյան բացեց բերանը, բայց ձայն չեկավ։ Նրա աչքերը լայնացան սարսափից։ Նա փորձեց կրկին, բայց միայն շշուկ լսվեց։ Դահլիճում տիրեց մահացու լռություն։ Հետո Գրաչյան սկսեց ընկնել։ Դանդաղ, կարծես ժամանակը դանդաղել էր։ Նրա ծունկերը թուլացան, մարմինը թեքվեց առաջ, եւ նա ընկավ բեմի տախտակների վրա, ծանր խուլ հարվածով։ Կանայք սկսեցին գոչել։ Տղամարդիկ ցատկեցին աթոռներից։ Բեմի հետևից վազեց դոկտոր Լևոնը իր ձեռքին բժշկական պայուսակով։ Նա ծնադրեց Գրաչյայի կողքին, ստուգեց զարկերակը, բացեց նրա վերնաշապիկը եւ սկսեց սրտի մերսում։ Վարագույրը արագ իջեցրին, բայց արդեն ուշ էր։ Ամբողջ դահլիճը տեսել էր, ամբողջ Բաքուն մի քանի ժամում իմանալու էր, եւ լուրը տարածվելու էր ամբողջ միությունում։ Գրաչյա Ներսիսյանը մեռնում է։ Բայց նա չմեռավ, ոչ այդ գիշեր։ Դոկտոր Լևոնը կարողացավ վերականգնել սրտի ռիթմը։ Գրաչյային տեղափոխեցին Բաքվի լավագույն հիվանդանոց, որտեղ նրան տեղադրեցին առանձին պալատում, զինված պահակների հսկողության տակ։ Ոչ ոք չէր թողնում մտնել, բացի բժիշկներից եւ Արմինեից։ Պաշտոնական հայտարարությունը, որը հրապարակվեց հաջորդ օրը, ասում էր, որ ժողովրդական արտիստ Գրաչյա Ներսիսյանը տուժել է թեթև հոգնածությունից եւ կարիք ունի կարճ հանգստի։ Բայց բժիշկները, որոնք իրականում բուժում էին նրան, գիտեին ճշմարտությունը։ Նրա սիրտը գտնվում էր քայքայման եզրին։ Կարդիոմիոպաթիա, սրտային մկանի անդառնալի վնասում։ Նրան պետք էր անմիջապես դադարեցնել բոլոր կոնցերտները, անցնել ամբողջական բուժման կուրս եւ հնարավոր է երբեք այլևս չերկել։ Երբ դոկտոր Լևոնը փորձեց բացատրել սա Գրաչյային, արտիստը նայեց նրան այնպիսի հայացքով, որ երիտասարդ բժիշկը զգաց, թե ինչպես է սառչում ողնաշարը։ Դու ինձ ասում ես, որ ես պետք է դադարեցնեմ երգելը,
ասաց Գրաչյան, ձայնը շշուկի նման, բայց լի զայրույթով։ Դու ինձ ասում ես, որ ես պետք է դառնամ ոչինչ, որովհետև ես առանց երգի ոչինչ եմ։ Ես ավելի լավ կմեռնեմ բեմում, քան կապրեմ որպես ստվեր։ Դոկտոր Լևոնը փորձեց բացատրել, որ կյանքը ավելի կարևոր է, որ նրա ընտանիքը կարիք ունի նրան, որ դեռ կա հույս։ Բայց Գրաչյան շրջեց գլուխը դեպի պատուհանը եւ ասաց միայն մեկ բան. դուրս գնա։ Հիվանդանոցում Գրաչյան մնաց 2 շաբաթ։ Այդ ժամանակ նրան այցելեցին բարձրաստիճան պաշտոնյաներ Մոսկվայից։ Նրանք եկան ոչ թե հարցնելու նրա առողջության մասին, այլ քննարկելու իրավիճակը։ Նրանք նստեցին նրա մահճակալի կողքին, իրենց մութ կոստյումներով եւ պաշտոնական դեմքերով եւ բացատրեցին, որ Բաքվում տեղի ունեցածը անբարենպաստ է պետության իմիջի համար։ Որ մարդիկ սկսել են խոսել եւ խոսակցությունները պետք է դադարեցնել։ Որ Գրաչյան պետք է հայտնվի հանրության առջև ուժեղ եւ առողջ, որպեսի ցրի բոլոր հուշերը։ Նրանք ասացին, որ պլանավորվում է մեծ կոնցերտ Մոսկվայում, Կրեմլյան պալատում, եւ Գրաչյան պետք է լինի հիմնական աստղը։ Երբ Գրաչյան հարցրեց. «Իսկ եթե ես մեռնեմ բեմում», նրանցից մեկը ժպտաց սառը ժպիտով եւ պատասխանեց. «Ապա դու կմեռնես հերոսի պես, եւ մենք կհոգանք, որ քո անունը երբեք չմոռացվի»։ Գրաչյան հասկացավ, որ նա ընտրություն չունի։ Նա ընտրություն չէր ունեցել երբեք, սկսած այն օրվանից, երբ նրա ձայնը դարձավ պետական սեփականություն։ Նա ստորագրեց փաստաթղթերը, որոնք թույլ էին տալիս նրան դուրս գալ հիվանդանոցից։ Նա ժպտաց լրագրողների կամերաների առջև եւ ասաց, որ զգում է իրեն հիանալի եւ անհամբեր սպասում է վերադառնալ բեմ։ Իսկ երբ նա վերադարձավ տուն, նա փակվեց իր սենյակում եւ լաց եղավ առաջին անգամ 10 տարվա ընթացքում։ Արմինեն լսեց նրա հեկեկոցը դռան հետևից, բայց չմտավ ներս։ Նա գիտեր, որ կան ցավեր, որոնք չեն կարող մխիթարվել։ Ով էր իրականում պատասխանատու Գրաչյան Ներսիսյանի դանդաղ մահվան համար։ Բժիշկները, որոնք լռեցին։ Պաշտոնյաները, որոնք պահանջեցին շոուն շարունակել։ Թե ինքը Գրաչյան, որը չկարողացավ ասել ոչ։ Եվ ամենակարևորը, քանի հոգի դեռ գիտեին ճշմարտությունը եւ շարունակում էին լռել, մինչդեռ ամբողջ ազգը պաշտում էր մի մարդու, որը արդեն դատապարտված էր։ 1952 թվականի գարնանը Գրաչյան Ներսիսյանը կանգնած էր Կրեմլյան պալատի բեմի հետևում եւ նայում էր հայելուն։ Նրա դեմքը քսված էր հաստ շերտով դիմահարդարման, որը թաքցնում էր մաշկի մոխրագույն երանգը։ Նրա աչքերի տակ մութ շրջանները ծածկված էին կոնսիլերով։ Նրա շրթունքները ներկված էին վառ կարմիր գույնով, որպեսզի թվա թե նա լի է կյանքով։ Բայց երբ նա նայում էր իր աչքերին հայելու մեջ, նա տեսնում էր ճշմարտությունը։ Սա էր մի մարդ, որը դադարել էր ապրել եւ սկսել էր պարզապես գոյություն ունենալ։ Նրա սիրտը յուրաքանչյուր հարված էր ցավ, նրա թոքերը յուրաքանչյուր շունչ էին պայքար։ Բայց նա պետք է դուրս գար այդ բեմ եւ ժպտար 2000 մարդու, որոնք եկել էին տեսնելու իրենց կուռքին։ Կոնցերտը սկսվեց ժամը 8-ին։ Գրաչյան բարձանում էր բեմ դանդաղ, շատ դանդաղ, բայց այնպես, որ թվար թե սա դրամատիկ էֆեկտ է։ Ծափահարությունները եղան որոտացող։ Մարդիկ կանգնեցին ոտքի, նա ժպտաց, ձեռքը դրեց սրտին եւ խոնարհվեց։ Հետո սկսեց երգել։ Առաջին երգը եղավ Հայաստան իմ, այն հիմնը, որը նա երգել էր հարյուրավոր անգամներ։ Նրա ձայնը հնչեց ուժեղ, թեև նա զգում էր, թե ինչպես է յուրաքանչյուր նոտա պատռում նրա կրծքավանդակը։ Երկրորդ երգը եղավ սիրո երգ, նուրբ եւ տխուր։ Նրա ձայնը դողաց, բայց ոչ թե թուլությունից, այլ էմոցիայից, եւ մարդիկ մտածեցին, որ սա արվեստ է։ Երրորդ երգի ժամանակ Գրաչյան զգաց, թե ինչպես է սիրտը սկսում բաց թողնել հարվածներ։ Նա տեսավ փայլեր իր աչքերի առջև։ Նա լսեց իր ականջներում զնգոց, բայց նա շարունակեց երգել։ Չորրորդ երգը պետք է լիներ վերջինը։ Սա էր Ես եմ հայ, հզոր, հայրենասիրական հիմն, որը միշտ ավարտում էր նրա կոնցերտները։ Գրաչյան սկսեց երգել, եւ նրա ձայնը հնչեց ավելի ուժեղ, քան ամբողջ երեկոյի ընթացքում։ Կարծես նա հավաքել էր իր կյանքի վերջին ուժերը այս մեկ երգի համար։ Դահլիճը սառել էր, մարդիկ լսում էին շունչը պահած։ Երբ Գրաչյան հասավ վերջին բարձր նոտային, նա բացեց բերանը լայն։ Գլուխը նետեց հետ եւ արձակեց այնպիսի ձայն, որը թվում էր անհնար։ Դահլիճը պայթեց ծափահարություններից, բայց Գրաչյան չլսեց դրանք, որովհետև այդ վայրկյանին նրա սիրտը դադարեց։ Նա չընկավ անմիջապես։ Նա կանգնած մնաց մի քանի երկար վայրկյան, աչքերը բաց, բերանը կիսաբաց, ձեռքերը տարածած։ Մարդիկ մտածեցին, որ սա ֆինալի դրամատիկ պոզ է։ Նրանք ծափահարում էին ավելի ուժեղ։ Հետո Գրաչյայի ծունկերը թուլացան։ Նա սկսեց ընկնել, դանդաղ, շատ դանդաղ։ Կարծես անգամ մահը չէր ուզում շտապել։
Նա ընկավ ծունկների վրա, հետո առաջ, դեմքով բեմի տախտակների վրա։ Ծափահարությունները դադարեցին, դահլիճում տիրեց լռություն։ Հետո ինչ-որ մեկը գոչեց. «Բժիշկ!» Եվ սկսվեց քաոսը։ Դոկտոր Լևոնը վազեց բեմ, բայց նա արդեն գիտեր, որ ուշ է։ Նա ծնրադրեց գրաչայի կողքին, ստուգեց զարկերակը, ոչինչ։ Սկսեց սրտի մերսում, 1, 2, 3, 10, 20 անգամ։ Բերանից բերան շնչառություն, ադրենալինի ներարկում։ Բայց գրաչա Ներսիսյանը չվերադարձավ։ Նրա մարմինը մնաց անշարժ, նրա աչքերը բաց եւ դատարկ։ Նրա բերանը կիսաբաց, կարծես փորձում էր երգել վերջին նոտան, որը երբեք չհնչեց։ Ժամը 9:30-ին 1952 թվականի ապրիլի 15-ին Կրեմլյան պալատի բեմում Գրաչիա Ներսիսյանը մեռավ, անելով հենց այն, ինչ նա ասել էր, որ կանի։ Նա մեռավ բեմում։ Բայց պաշտոնական տարբերակը, որը հրապարակվեց հաջորդ օրը, ասում էր ուրիշ բան։ Այն ասում էր, որ Գրաչիա Ներսիսյանը մահացել է սրտի անսպասելի կաթվածից իր հյուրանոցային համարում, կոնցերտից հետո։ Որ նա մահացել է քնած, առանց ցավի, խաղաղ, որ նա չտառապեց։ Լրագրողները գրեցին այս պատմությունը։ Ռադիոն հայտարարեց այս տարբերակը։ Պաշտոնական հուղարկավորությունը անցավ այս սուտից ստվերում։ Բայց 2000 մարդ, որոնք այդ գիշեր էին Կրեմլյան պալատում, գիտեին ճշմարտությունը։ Նրանք տեսել էին, թե ինչպես է մեռնում Գրաչյան։ Նրանք տեսել էին, թե ինչպես է նրա մարմինը ընկնում։ Բայց երբ նրանք փորձեցին խոսել, նրանց ասացին լռել։ Երբ նրանք փորձեցին գրել, նրանց նամակները չհրապարակվեցին։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, ճշմարտությունը թաղվեց սուտի տակ։ Դոկտոր Լևոն Գրիգորյանը, որը փորձել էր փրկել Գրաչային, հեռացվեց իր պաշտոնից 3 ամիս անց։ Նրան ասացին, որ նա ձախողել է իր պարտականությունները։ Նա փորձեց բողոքել, ասել, որ Գրաչայի մահը կանխելի էր, որ պետությունը սպանել է նրան ստիպելով շարունակել կոնցերտները։ Բայց նրա բողոքները անտեսվեցին։ Նրան տվեցին աշխատանք մի փոքր կլինիկայում, հեռու Երևանից, որտեղ նա մնաց մինչև իր մահը 1988 թվականին։ Նա երբեք չխոսեց հրապարակայնորեն Գրաչայի մասին, բայց նրա անձնական ուրագրում, որը գտնվեց նրա մահից հետո, կար մի գրառում, թվագրված 1952 թվականի ապրիլի 15-ով։ Այնտեղ գրված էր. «Այսօր ես տեսա, թե ինչպես է պետությունը սպանում իր զավակներին, եւ ես ոչինչ չկարողացա անել»։ Արմինե Ներսիսյանը, Գրաչայի այրին, ապրեց եւս 35 տարի։ Նա երբեք չամուսնացավ կրկին։ Նա պահպանեց Գրաչայի սենյակը ճիշտ այնպես, ինչպես նա թողել էր, նրա հագուստները պահարանում, նրա երգարանը դաշնամուրի վրա, նրա լուսանկարները պատերին։ Երբ լրագրողները հարցնում էին նրան Գրաչայի մահվան մասին, նա միշտ պատասխանում էր նույն բառերով. նա մեռավ խաղաղ, առանց ցավի։ Բայց նրա աչքերում կար ինչ-որ բան, որը հակասում էր այդ բառերին։ Կար ցավ, որը չէր բուժվում ժամանակի հետ։ Կար զայրույթ, որը չէր մարում տարիների ընթացքում։ Եվ կար գիտելիք, ծանր, խեղդող գիտելիք, որը նա տարավ իր հետ գերեզման։ Բժշկական թղթապանակը, որը գտնվեց 1988 թվականին, երբ բացվեցին խորհրդային արխիվները, պարունակում էր ամբողջ ճշմարտությունը։ Այնտեղ էին բոլոր ախտորոշումները, սկսած 1948 թվականից։ Այնտեղ էին բժիշկների նշումները, մները, որոնք նախազգուշացնում էին, որ Գրաչյան մահվան եզրին է։ Այնտեղ էին պաշտոնական հրամանները, որոնք պահանջում էին լռություն։ Եվ այնտեղ էր վերջին էջը, մահվան վկայականը, որտեղ իրական պատճառը փոխարինված էր սուտով։ Երբ այս փաստաթղթերը հրապարակվեցին, դրանք առաջացրեցին սկանդալ։ Մարդիկ պահանջեցին պատասխաններ։ Բայց այն մարդիկը, ովքեր պատասխանատու էին, պաշտոնյաները, որոնք ստեստորագրել էին հրամանները, արդեն մեռած էին կամ շատ ծեր դատելու համար։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, սկանդալը մարեց։ Մարդիկ մոռացան, կյանքը շարունակվեց, բայց հարցերը մնացին։ Քանի հոգի իրականում գիտեին Գրաչայի ախտորոշման մասին, ով էր տվել հրամանը թաքցնել այն։ Եվ ամենակարևորը, քանի ուրիշ արտիստներ, քանի ուրիշ ժողովրդական կուռքեր մեռան նույն ձևով, զոհ դառնալով համակարգի, որը տեսնում էր նրանց ոչ թե որպես մարդիկ, այլ որպես գործիքներ, որոնք պետք է օգտագործել մինչև վերջին շունչը։ Գրաչիա Ներսիսյանի պատմությունը ավելին է, քան մի արտիստի տրագեդիա։ Սա պատմություն է համակարգի մասին, որը սպանում էր իր հերոսներին եւ հետո ստում էր նրանց մահվան մասին։ Սա պատմություն է լռության մասին, որը սպանում է ավելի արդյունավետ, քան ցանկացած հիվանդություն։
Եվ այսօր, երբ մենք լսում ենք Գրաչյան Ներսիսյանի ձայնը հին ձայնագրություններում, մենք պետք է հիշենք. յուրաքանչյուր նոտա, որը նա երգեց, եղավ մի քայլ դեպի նրա մահը։ Յուրաքանչյուր ծափահարություն, որը նա ստացավ, եղավ մի պահ, երբ նրա սիրտը ավելի մոտ էր կանգնելուն։ Եվ յուրաքանչյուր ժպիտ, որը նա ցույց տվեց կամերաների առջև, եղավ սուտ, թաքցնելու ցավը, որը ոչ ոք չէր ուզում տեսնել։ Սա է Գրաչյան Ներսիսյանի իրական պատմությունը, ոչ թե հերոսի պատմություն, այլ զոհի։ Զոհ, որը երբեք չունեցավ ընտրություն, բայց ամենավախենալին դեռ առաջն էր։ 1952 թվականի մայիսին, երբ Գրաչյան Ներսիսյանի դին դեռ չէր սարել գերեզմանում, Երևանի կենտրոնական բանկի տնօրենի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որի մասին պաշտոնական արձանագրություն երբեք չկազմվեց։ Այնտեղ հավաքվեցին 5 մարդ, երկուսը մշակույթի նախարարությունից, մեկը ֆինանսական վերահսկողությունից, մեկը կուսակցական կոմիտեից եւ 5-րդը մարդ, որի անունը չգրվեց ոչ մի փաստաթղթում, բայց ում ներկայությունը ստիպում էր մյուսներին խոսել շշուկով։ Սեղանի վրա դրված էր հաստ թղթապանակ, կարմիր կնիքով։ Ներսում Գրաչյայի բանկային հաշիվների մանրամասները, նրա անշարժ գույքի փաստաթղթերը, նրա հեղինակային իրավունքների պայմանագրերը։ Եվ ամենակարևորը, մի փաստաթուղթ, որը ստորագրված էր դեռ 1950 թվականին, երբ Գրաչյան առաջին անգամ ընկավ բեմից։ Այդ փաստաթղթում, որը կոչվում էր հատուկ պայմանագիր, գրված էր, որ Գրաչյա Ներսիսյանի մահվան դեպքում նրա ողջ ստեղծագործական ժառանգությունը, բոլոր եկամուտները նրա երգերից, բոլոր իր իրավունքները նրա անվան օգտագործման վրա անցնում են ոչ թե նրա ընտանիքին, այլ պետությանը։ Գրաչյան ստորագրել էր այս փաստաթուղթը այն ժամանակ, երբ նրան ասել էին, որ հակառակ դեպքում նրա կինը եւ երեխաները կորցնեն իրենց բնակարանը։ Հիմա, երբ նա մեռել էր, այս փաստաթուղթը դարձել էր ոսկե հանք այն մարդկանց համար, ովքեր նստած էին այդ սեղանի շուրջ։ Նրանք բաժանում էին մեռած մարդու ժառանգությունը, ինչպես գայլերը բաժանում են որսը։ Եվ Արմինե Ներսիսյանը, որը այդ պահին լաց էր լինում իր տանը, դեռ չգիտեր, որ նրա ամուսնու անունը արդեն վաճառվել է բարձրագույն գնով առաջարկողին։ Երբ Արմինեն իմացավ ճշմարտությունը 3 ամիս անց, երբ նրան կանչեցին նոտարի գրասենյակ եւ ցույց տվեցին այդ հատուկ պայմանագիրը, նա չհավատաց իր աչքերին։ Նա բռնեց փաստաթուղթը դողացող ձեռքերով եւ տեսավ ներքևում Գրաչյայի ստորագրությունը։ Այն էր իրական։ Բայց ինչպես կարող էր նա ստորագրել այսպիսի բան։ Ինչպես կարող էր նա թողնել իր ընտանիքը առանց ոչինչի։ Նոտարը, ծեր մարդ մոխրագույն մորուքով եւ հոգնած աչքերով նայեց նրան եւ ասաց այն, ինչ նա չէր կարող ասել բարձր ձայնով։ Տիկին Ներսիսյան, ձեր ամուսինը ստորագրեց այս փաստաթուղթը, որովհետեւ նրան ասացին, որ հակառակ դեպքում ձեզ եւ ձեր երեխաներին կտեղափոխեն Սիբիր։ Նա ընտրեց ձեր կյանքը իր անվան փոխարեն։ Արմինեն նստեց աթոռին եւ զգաց, թե ինչպես է սենյակը պտտվում նրա շուրջը։ Նա հասկացավ, որ Գրաչյայի տառապանքը եղել է ավելի խորը, քան նա երբևէ պատկերացրել էր։ Նա ոչ միայն մեռնում էր ֆիզիկապես, այլև գիտեր, որ նրա մահից հետո նրա ընտանիքը կմնա առանց ոչինչի, եւ նա չէր կարող անել ոչինչ։ Բայց Արմինեն չլռեց, նա որոշեց պայքարել։ Նա գնաց մշակույթի նախարարություն, բայց նրան չընդունեցին։ Նա գնաց կուսակցական կոմիտե, բայց նրան ասացին, որ հարցը փակված է։ Նա գրեց նամակներ Մոսկվա, բայց պատասխան չստացավ։ Յուրաքանչյուր դուռ, որ նա բացեց, փակվեց նրա դեմքի առջև։ Յուրաքանչյուր մարդաքանչյուր մարդ, որին նա դիմեց, շրջվեց եւ հեռացավ։ Նա հասկացավ, որ պայքարում է համակարգի դեմ, որը ավելի ուժեղ էր, քան նա երբևէ կարող էր լինել։ Բայց նա չդադարեցրեց։ Նա շարունակեց գրել, շարունակեց պահանջել, շարունակեց պայքարել, մինչև 1954 թվականը, երբ նրան կանչեցին մի գրասենյակ եւ ասացին բառեր, որոնք սառեցրին նրա արյունը։ Տիկին Ներսիսյան, եթե դուք շարունակեք այս աղմուկը, մենք ստիպված կլինենք վերանայել ձեր ամուսնու մահվան հանգամանքները, եւ հնարավոր է, որ մենք գտնենք ապացույցություններ, որ նա եղել է պետության դավաճան։ Դուք իսկապես ուզում եք, որ ձեր ամուսնու անունը կկապվի դավաճանության հետ։ Արմինեն հասկացավ սպառնալիքը։ Նա գիտեր, որ նրանք կարող էին անել այն։ Նրանք կարող էին վերագրել Գրաչյային ցանկացած մեղք, եւ ոչ ոք չէր կարող հերքել։ Նա ընտրեց լռությունը։ Ոչ թե որովհետև վախենում էր իր համար, այլ որովհետև չէր ուզում, որ Գրաչյայի անունը կեղտոտվի։ Ինչ տեսակի համակարգ է այն, որը ոչ միայն սպանում է իր հերոսներին, այլև գողանում է նրանց ժառանգությունը։ Ինչպես կարող էին այդ մարդիկ նստել սեղանի շուրջ եւ բաժանել մեռած մարդու կյանքի աշխատանքը առանց ամոթից, առանց խղճի խայթից։ Եվ ամենակարևորը,
Քանի ուրիշ ընտանիքներ տառապեցին նույն ձևով։ Քանի ուրիշ այրիներ ստիպված եղան ընտրել լռությունը իրենց սիրելիների անվան փոխարեն։ Բայց կար մեկը, ով չէր լռել։ Նրա անունը Վահագն Խաչատրյան էր, եւ նա եղել էր Գրաչյայի ամենամոտ ընկերը դեռ երիտասարդ տարիներից։ Նրանք միասին էին սովորել երաժշտական ուսումնարանում, միասին էին երգել առաջին կոնցերտներում, միասին էին երազել մեծ բեմերի մասին։ Բայց երբ Գրաչյան դարձավ աստղը, Վահագնը մնաց ստվերում։ Ոչ թե որովհետև նրա ձայնը վատ էր, այլ որովհետև նա չուներ այն ճիշտ կապերը, այն ճիշտ ծագումը, որը պահանջվում էր խորհրդային համակարգում։ Նա դարձավ երգչախմբչախմբի երգիչ, հետո երաժշտական դպրոցի ուսուցիչ, հետո պարզապես մարդ, ով երգում էր հարսանիքներում փոքր գումարի դիմաց։ Բայց նա երբեք չմոռացավ Գրաչյային, եւ երբ Գրաչյան մեռավ, Վահագնը գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ Նա գիտեր Գրաչյային չափազանց լավ, որպեսի հավատար պաշտոնական տարբերակին։ Վահագնը սկսեց իր սեփական հետաքննությունը։ Նա խոսեց մարդկանց հետ, ովքեր եղել էին Կրեմլյան պալատում այդ գիշեր։ Նա գտավ երկու տղամարդկանց եւ մի կին, ովքեր տեսել էին, թե ինչպես է Գրաչյան ընկել բեմում։ Նրանք պատմեցին նրան մանրամասները, ինչպես էր Գրաչյան երգում վերջին երգը, ինչպես էր նրա ձայնը հնչում ուժեղ եւ հետո հանկարծ կտրվել, ինչպես էր նա ընկել։ Վահագնը գրեց այս ամենը մի տետրակում, փոքր սև տետրակում, որը նա պահում էր իր բազկաթոռի տակ թաքնված տեղում։ Նա խոսեց նաև դոկտոր Լևոն Գրիգորյանի հետ, որը այդ ժամանակ արդեն աշխատում էր հեռավոր գյուղում։ Դոկտոր Լևոնը, որը սկզբում վախենում էր խոսել, վերջապես բացվեց Վահագնի առջև։ Նա պատմեց ամբողջ ճշմարտությունը՝ Գրաչյայի ախտորոշման մասին, պաշտոնյաների սպառնալիքների մասին, այն մասին, թե ինչպես էին նրան ստիպել լռել։ Վահագնը լսեց այս ամենը եւ զգաց, թե ինչպես է նրա ներսում բորբոքվում զայրույթը։ 1955 թվականի աշնանը Վահագն Խաչատրյանը որոշեց անել այն, ինչ ոչ ոք չէր համարձակվել անել։ Նա գրեց հոդված, երկար, մանրամասն հոդված, որտեղ բացահայտեց ամբողջ ճշմարտությունը Գրաչյան Ներսիսյանի մահվան մասին։ Նա գրեց բժիշկների նախազգուշացումների մասին, պաշտոնյաների սպառնալիքների մասին, այն մասին, թե ինչպես էր Գրաչյան ստիպված շարունակել կոնցերտները, գիտենալով, որ դա նրան սպանելու է։ Նա գրեց հատուկ պայմանագրի մասին, որը թողել էր Արմինեին առանց ոչինչի։ Նա գրեց այն մարդկանց անունները, ովքեր պատասխանատու էին։ Եվ նա փորձեց հրապարակել այս հոդվածը։ Նա տարավ այն սովետական Հայաստան թերթ, բայց խմբագիրը մերժեց առանց նույնիսկ կարդալու։ Նա տարավ գրական թերթ, բայց այնտեղ նույնպես մերժեցին։ Նա փորձեց յուրաքանչյուր հրապարակում, որ գիտեր, բայց ամենուր պատասխանը նույնն էր։ Մենք չենք կարող հրապարակել սա։ Բայց Վահագնը չդադարեցրեց։ Եթե պաշտոնական հրապարակումները չէին ուզում նրա ճշմարտությունը, ապա նա կգտներ այլ ճանապարհ։ Նա սկսեց պատճենահանել իր հոդվածը, ձեռքով մեկ առ մեկ օրինակ։ Նա պատճենահանեց 30 օրինակ, հետո 50, հետո 100։ Յուրաքանչյուր օրինակ նա դնում էր ծրարի մեջ եւ թողնում մարդկանց փոստարկղերում, գիշերվա մութության մեջ։ Նա ընտրում էր մարդկանց, ովքեր նա գիտեր, որ կարդալու են՝ լրագրողներ, ուսուցիչներ, բժիշկներ, արտիստներ։ Նա հույս ուներ, որ եթե բավականաչափ մարդիկ իմանան ճշմարտությունը, ապա համակարգը չի կարողանա այն թաքցնել։ Բայց նա սխալվեց, որովհետև 1955 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ Վահագնը վերադառնում էր տուն իր երեկոյան դասից, դրան կանգնեցրին երկու մարդիկ մութ փողոցում։ Նրանք չներկայացան։ Նրանք պարզապես բռնեցին նրան թևերից եւ տարան մի մեքենա, որը սպասում էր անկյունում։ Վահագնը փորձեց դիմադրել, բայց նրանք ավելի ուժեղ էին։ Նրանք տարան նրան մի շենք, որտեղ չկային պատուհաններ եւ որտեղ միակ լույսը գալիս էր մի մենակ լամպից, կախված առաստաղից։ Այնտեղ նրան նստեցրին աթոռի վրա եւ սկսեցին հարցնել։ Ո՞վ էր տվել նրան տեղեկությունները։ Ում էր նա տվել իր հոդվածի օրինակները։ Ինչ էր նա ուզում հասնել։ Վահագնը պատասխանեց, որ նա պարզապես ուզում էր ճշմարտությունը։ Նրանք ծիծաղեցին։ Մեկը, ով նստած էր ստվերում եւ ում դեմքը Վահագնը երբեք չտեսավ, ասաց ձայնով, որը սառը էր ինչպես ձմեռային քամին. Ճշմարտություն։ Ճշմարտությունը այն է, ինչ մենք ասում ենք, որ է։ Եվ դու, ընկեր Խաչատրյան, պետք է սովորես լռել։ Վահագն Խաչատրյանը անհետացավ այդ գիշեր։ Նրա ընտանիքը փնտրեց նրան ամենուրիքը, փնտրեց նրան ամենուր, ոստիկանություն, հիվանդանոցներ, բանտեր, բայց ոչ ոք ոչինչ չգիտեր։ Պաշտոնական տարբերակը, որը տրվեց 3 շաբաթ անց, ասում էր, որ Վահագն Խաչատրյանը հեռացել է անհայտ ուղղությամբ, որ նա հնարավոր է փախել է սահմանից դուրս։ Բայց նրա ընտանիքը գիտեր, որ սա սուտ է։ Վահագնը երբեք չէր թողնի իր կնոջը եւ 3 երեխաներին։ Նա ինչ որտեղ էր, բայց ոչ ոք չէր ասում որտեղ։
Տարիներ անց, երբ բացվեցին KGB-ի արխիվները, գտնվեց մի փաստաթուղթ, թվագրված 1955 թվականի դեկտեմբերի 12-ով։ Այնտեղ գրված էր, որ քաղաքացի Վահագն Խաչատրյանը ձերբակալվել է հակապետական քարոզչության համար և տեղափոխվել է հատուկ ռեժիմի ճամբար Մագադանի մարզում։ Մագադան, Սիբիրի ամենասառը, ամենահեռավոր անկյունը, որտեղ մարդիկ ուղարկվում էին մեռնելու։ Վահագնը մնաց այնտեղ 15 տարի։ Երբ նա վերադարձավ 1970 թվականին, նա էր կիսակույր, կիսաբակ մարդ, ով դողում էր ցրտից նույնիսկ ամառվա տաքում։ Նա երբեք չխոսեց այն մասին, թե ինչ տեսավ Մագադանում, բայց նրա աչքերում կար ինչ-որ բան, որը ասում էր ավելին, քան ցանկացած բառ կարող էր ասել։ Ինչ տեսակի համակարգ է այն, որը ուղարկում է մարդուն Սիբիր, միայն այն բանի համար, որ նա ասաց ճշմարտությունը։ Ինչպես կարող էին նրանք արդարացնել սա իրենց խղճի առջև։ Եվ քանի ուրիշ Վահագններ կային, ովքեր փորձեցին խոսել եւ վերջացրին սառույցի տակ, հեռու իրենց տներից, մոռացված եւ անտեսված, բայց ամենավախենալի գաղտնիքը դեռ թաքնված էր։ 1988 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել եւ արխիվները սկսեցին բացվել, մի խումբ պատմաբաններ մուտք գործեցին Երևանի կենտրոնական արխիվի ստորգետնյա պահարան։ Այնտեղ, փոշու եւ խավարի մեջ, նրանք գտան մի փոքրիկ տուփ, կապված պողպատելլարով եւ կնքված կարմիր մոմով։ Տուփի վրա գրված էր միայն մեկ բառ՝ Ներսիսյան։ Երբ նրանք բացեցին այն, ներսում գտան ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ, ինչ նրանք մտածում էին Գրաչիա Ներսիսյանի մասին։ Այնտեղ էր մի փաթեթ նամակներ, գրված Գրաչիայի ձեռքով, բայց երբեք չուղարկված։ Նամակներ, որոնք նա գրել էր իր վերջին տարիներին, դիմելով մարդկանց, ովքեր նա հույս ուներ, որ կարող են օգնել նրան։ Նամակներ դեպի բժիշկներ, դեպի պաշտոնյաներ, դեպի հին ընկերներ։ Բայց ամենաշոկայինը եղավ վերջին նամակը, գրվերջին նամակը, գրված 1952 թվականի ապրիլի 12-ին, 3 օր առաջ, քան նա մեռավ Կրեմլյան պալատում։ Այդ նամակը դիմված էր Արմինեին։ Այն սկսվում էր բառերով «Իմ սիրելի կին»։ Եթե դու կարդում ես սա, ուրեմն ես արդեն մեռած եմ։ Գրաչյան գրում էր, որ նա գիտեր, որ իր մահը մոտ է, որ նա զգում էր, թե ինչպես է նրա սիրտը յուրաքանչյուր օր ավելի թույլ դառնում, բայց նա նաև գրում էր ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա գրում էր, որ իր հիվանդությունը ոչ միայն բնական էր, որ 1950 թվականին, երբ նա առաջին անգամ ընկավ բեմից, նրան տվեցին դեղեր, որոնք պետք է օգնեին նրան, բայց այդ դեղերը փոխարենը վատացրին նրա վիճակը։ Գրաչյան գրում էր, որ նա կասկածում էր, թե այդ դեղերը իրականում նախատեսված էին ոչ թե բուժելու, այլ դանդաղեցնելու նրա մահը, բավականաչափ երկար, որպեսզի նա կարողանա ավարտել իր պայմանագրային կոնցերտները։ Նա գրում էր անուններ, բժիշկների անուններ, պաշտոնյաների անուններ, մարդկանց, ովքեր նա հավատում էր, որ մասնակից էին այս ծրագրին։ Եվ նա գրում էր, որ եթե ինչ-որ բան պատահի իրեն, Արմինեն պետք է փնտրի այս նամակը եւ հրապարակի ճշմարտությունը։ Բայց Արմինեն երբեք չգտավ այս նամակը, որովհետև Գրաչյան երբեք չուղարկեց այն։ Փոխարենը նա թաքցրեց այն իր գրասեղանի գաղտնի դարակում, հույս ունենալով, որ մի օր, երբ ժամանակը ճիշտ լինի, ինչ-որ մեկը կգտնի այն։ Բայց երբ Գրաչյան մեռավ, նրա գրասեղանը տեղափոխվեցին պետական պահեստ, եւ նամակը մնաց թաքնված 36 տարի։ Երբ պատմաբանները կարդացին այս նամակը, նրանք չէին կարող հավատալ։ Սա նշանակում էր, որ Գրաչյան Ներսիսյանը ոչ միայն ստիպված էր շարունակել կոնցերտները, այլև դիտավորյալ թունավորվել էր, դանդաղ, մեթոդիկ, որպեսզի նրա մահը չլիներ անմիջական, այլ տեղի ունենար ճիշտ այն պահին, երբ նա ավարտեր իր օգտակարությունը համակարգի համար։ Պատմաբանները սկսեցին հետաքննություն։ Նրանք գտան բժշկական արձանագրությունները, որոնք նկարագրում էին այն դեղերը, որոնք տրվել էին Գրաչյային։ Նրանք խորհրդակցեցին ժամանակակից բժիշկների հետ, ովքեր վերլուծեցին այդ դեղերի կազմը, եւ այն, ինչ նրանք գտան, եղավ սարսափելի։ Դեղերից մեկը, որը պաշտոնապես նկարագրված էր որպես սրտային տոնիկ, իրականում պարունակում էր նյութ, որը հայտնի էր որպես դանդաղ գործող թույն։ Այս նյութը, երբ օգտագործվում է փոքր դոզաներով երկար ժամանակահատվածում, առաջացնում է սրտային մկանի աստիճանական քայքայում, ճիշտ այն ախտանիշները, որոնք ունեցել էր Գրաչյան։ Բայց ամենավատը եղավ այն, որ այս դեղը չէր արտադրվում Հայաստանում։ Այն ներմուծվել էր Մոսկվայից, հատուկ պատվերով, հատուկ Գրաչյա Ներսիսյանի համար։ Ո՞վ էր տվել այդ պատվերը։ Ո՞վ էր որոշել, որ Գրաչյան պետք է մեռնի դանդաղ, տառապանքով, բայց ոչ շատ արագ։ Եվ ամենակարևորը,
քանի ուրիշ արտիստներ, քանի ուրիշ ժողովրդական կուռքեր մեռան նույն ձևով, թունավորված իրենց սեփական բժիշկների կողմից, ովքեր հետևում էին հրամաններին վերևից։ Երբ այս տեղեկությունները փորձեցին հրապարակել 1989 թվականին, տեղի ունեցավ ինչ-որ տարօրինակ բան։ Պատմաբանների հետազոտությունը հանկարծ դադարեցվեց։ Արխիվները, որոնք բացված էին, կրկին փակվեցին։ Փաստաթղթերը, որոնք գտնվել էին, կորան։ Եվ ճուպատմաբանները, ովքեր աշխատել էին այս նյութի վրա, ստացան զգուշացումներ չխառնվել քաղաքականության մեջ։ Մեկը, երիտասարդ կին, անունով Նարինե Ավագյան, որը եղել էր հետազոտության ղեկավարը, հրաժարվեց լռելուց։ Նա տվեց հարցազրույց մի փոքր անկախ թերթին, որտեղ պատմեց ամբողջ ճշմարտությունը, բայց այդ թերթը փակվեց 2 շաբաթ անց։ Նարինեն կորցրեց իր աշխատանքը համալսարանում, եւ երբ նա փորձեց շարունակել իր հետազոտությունը անկախ կերպով, նրան սպառնացին։ Նա ստացավ անանուն հեռախոսազանգեր գիշերվա մութ ժամերին, որտեղ ձայնը ասում էր միայն մեկ բան. «Դադարեցրու, մինչև ուշ չէ»։ Ինչ տեսակի ուժեր էին դեռ գործում, նույնիսկ երբ Խորհրդային Միությունը փլուզվել էր։ Ով էր դեռ պաշտպանում այդ 5 գաղտնիքները։ Եվ ամենակարևորը, քանի ուրիշ ճշմարտություններ դեռ թաքնված են այդ փակ արխիվներում, սպասելով օրվան, երբ ինչ-որ մեկը բավականաչափ համարձակ կլինի բացահայտելու դրանք։ Երբ Նարինե Ավագյանը վերջապես որոշեց լռել, նա արեց մի բան, որը փրկեց ճշմարտությունը անհետացումից։ Նա չէր կարող հրապարակել փաստաթղթերը, չէր կարող խոսել հրապարակայնորեն, բայց նա կարող էր թաքցնել դրանք։ 1989 թվականի հոկտեմբերի մութ գիշերվա մեջ, երբ Երևանի փողոցները դատարկ էին եւ միայն փողոցային լամպերի լույսը ընկնում էր ասֆալտի վրա, Նարինեն փաթեթավորեց բոլոր փաստաթղթերը՝ Գրաչիայի նամակը, բժշկական արձանագրությունները, դեղերի վերլուծությունները, ամեն ինչ, ինչ նա կարողացել էր պահել։ Նա դրեց դրանք մի մետաղյա տուփի մեջ, կնքեց այն եւ գիշերվա 2 ժամին գնաց Կոմիտաս Պանթեոն։ Այնտեղ Գրաչիա Ներսիսյանի գերեզմանի մոտ նա փորեց փոքրիկ փոս, խորը բավականաչափ, որ ոչ ոք պատահականորեն չգտներ, բայց ոչ այնքան խորը, որ անհնար լիներ հետագայում հանել։ Նա թաղեց տուփը, հարթեցավ հողը եւ նախքան հեռանալը շշնջաց բառեր, որոնք ոչ ոք չլսեց, բացի քարե հրեշտակներից, որոնք պահպանում էին մեռելների հանգիստը։ Ներեցեք ինձ, Գրաչիա ջան, որ ես չկարողացա պաշտպանել ձեր անունը, բայց ես խոստանում եմ, որ ճշմարտությունը չի մեռնի ձեզ հետ։ Նարինեն ապրեց եւս 24 տարի։ Նա երբեք չամուսնացավ, երբեք չունեցավ երեխաներ, երբեք չվերադարձավ իր կարիերային։ Նա աշխատեց գրադարանում, լուռ, անտեսված, մոռացված։ Բայց յուրաքանչյուր տարի Գրաչիա Ներսիսյանի մահվան օրը, ապրիլի 15-ին, նա գնում էր Կոմիտաս Պանթեոն, դնում էր կարմիր վարդեր նրա գերեզմանի վրա եւ նստում էր այնտեղ ժամերով, նայելով այն տեղը, որտեղ թաղված էր ճշմարտությունը։ Երբ նա մեռավ 2013 թվականին, նրա բնակարանում գտան մի փոքրիկ տետրակ կապված կաշվով։ Ներսում նրա դողացող ձեռագրով գրված էր ամեն ինչ, որտեղ է թաղված տուփը, ինչ է պարունակում այն, ինչու է նա արել սա։ Վերջին էջում գրված էր մի նախադասություն, որը սառեցնում էր արյունը։ Եթե դուք կարդում եք սա, ուրեմն ես արդեն մեռած եմ։ Գնացեք Կոմիտաս Պանթեոն, գտեք Գրաչիա Ներսիսյանի գերեզմանը։ Փորեք հարավային անկյունից 3 քայլ հեռավորության վրա։ Այնտեղ է ճշմարտությունը։ Բայց զգույշ եղեք, կան մարդիկ, ովքեր դեռ չեն ուզում, որ այն բացահայտվի։ Տետրակը գտավ Նարինեի հորաքույրը, ծեր կին, որը չէր հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Նա տարավ այն ոստիկանություն, մտածելով, որ սա կարող է լինել կարևոր ինչ-որ բան։ Բայց ոստիկանությունում նրան ասացին, որ սա հիվանդ կնոջ ցնորքներն են, եւ վերադարձրին տետրակը։ Հորաքույրը չգիտենալով ինչ անել, տարավ այն մի երիտասարդ լրագրողի անունով Արման Մկրտչյան, որը աշխատում էր անկախ օնլայն հրապարակման մեջ։ Արմանը կարդաց տետրակը եւ զգաց, թե ինչպես է նրա սիրտը սկսում ավելի արագ զարկել։ Սա կարող էր լինել այն պատմությունը, որը կփոխեր ամեն ինչ։ Բայց նա նաև գիտեր, որ սա վտանգավոր էր։ Եթե Նարինե Ավագյանը ճիշտ էր, եթե միրոք կային մարդիկ, ովքեր դեռ պաշտպանում էին այս գաղտնիքները, ապա նա դնում էր իրեն վտանգի մեջ։ Բայց Արմանը եղավ այն սերնդից, որը չէր վախենում ճշմարտությունից։ Նա որոշեց գործել։ 2014 թվականի մարտի 30-ին, գիշերվա մութ ժամերին, Արման Մկրտչյանը եւ 2 իր ընկերներ մտան Կոմիտաս Պանթեոն։ Նրանք բերել էին բահեր, լապտերներ եւ Նարինեի տետրակը։ Նրանք գտան Գրաչիա Ներսիսյանի գերեզմանը, մեծ սև մարմարե տապանակար։ Նրա դիմանկարով եւ բարերով Հայաստանի ձայնը,
որը երբեք չի լռի։ Նրանք հաշվեցին 3 քայլ հարավային անկյունից եւ սկսեցին փորել։ Հողը եղավ կարծր, քարքարոտ, եւ նրանց ձեռքերը արագ հոգնեցին։ Բայց նրանք շարունակեցին։ Մեկ ժամ անց, երբ նրանք փորել էին մոտավորապես 50 սանտիմետր խորությամբ, բահը հարվածեց ինչ-որ մետաղյա բանի։ Նրանք մաքրեցին հողը եւ տեսան այն՝ մի փոքրիկ մետաղյա տուփ, ժանգոտած, բայց դեռ ամբողջական։ Արմանի ձեռքերը դողում էին, երբ նա հանեց այն հողից։ Նրանք բացեցին տուփը ճիշտ այնտեղ, գերեզմանի կողքին, լապտերի լույսի տակ։ Ներսում էին փաստաթղթերը, մի փոքր թանձրացած ժամանակից, բայց դեռ ընթեռնելի։ Գրաչիայի նամակը, գրված նրա սեփական ձեռքով։ Բժշկական արձանագրությունները, որոնք ցույց էին տալիս դեղերի կազմը։ Վերլուծությունները, որոնք ապացուցում էին թունավորումը։ Եվ ամենակարևորը, մի ցուցակ անունների, գրված Նարինե Ավագյանի ձեռքով։ Անունները այն մարդկանց, ովքեր նա հավատում էր, որ պատասխանատու էին Գրաչիայի մահվան համար։ Արմանը լուսանկարեց ամեն ինչ իր հեռախոսով։ Նա գիտեր, որ նա ունի միայն մի քանի ժամ, մինչև լույսը բացվի եւ ինչ-որ մեկը տեսնի նրանց։ Նրանք ավարտեցին, լցրին հողը հետ, հարթեցրին այն եւ հեռացան, թողնելով գերեզմանը այնպես, կարծես ոչինչ չէր տեղի ունեցել։ Բայց ինչ-որ մեկը տեսավ նրանց։ Հարևան շենքի պատուհանից մի ծեր մարդ, որը չէր կարող քնել եւ նայում էր դեպի Պանթեոնը, տեսավ 3 ստվերներ, շարժվելով գերեզմանների միջև։ Նա զանգահարեց ոստիկանություն, բայց մինչև ոստիկանները հասան, Արմանը եւ նրա ընկերները արդեն հեռացել էին։ Ոստիկանները ստուգեցին Պանթեոնը, բայց ոչինչ անսովոր չգտան։ Նրանք մտածեցին, որ ծերունին պարզապես տեսել էր ստվերներ։ Բայց հաջորդ օրը, երբ Արման Մկրտչյանը հրապարակեց իր հոդվածը օնլայն լուսանկարներով փաստաթղթերից, ամբողջ Հայաստանը սառեց։ Ո՞վ էր իրականում սպանել Գրաչիա Ներսիսյանին։ Արդյոք սա եղավ համակարգային սպանություն, թե պարզապես անփույթության արդյունք։ Եվ ամենակարևորը, քանի ուրիշ արտիստներ, քանի ուրիշ ժողովրդական հերոսներ մեռան նույն ձևով, իրենց ճշմարտությունները թաղված գերեզմանների մոտ, սպասելով օրվան, երբ ինչ-որ մեկը բավականաչափ համարձակ կլինի փորելու դրանք։ Հոդվածը տարածվեց ինչպես հրդեհ։ Մի քանի ժամում այն կարդացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Սոցիալական ցանցերում սկսվեցին բուռն քննարկումներ։ Մարդիկ պահանջում էին պաշտոնական հետաքննություն։ Բայց նաև կային նրանք, ովքեր ասում էին, որ սա ամենը կեղծիք է, որ Արման Մկրտչյանը հորինել է այս պատմությունը սենսացիայի համար։ Արմանը սպասում էր այս ռեակցիային։ Նա գիտեր, որ նրան չեն հավատալու բոլորը, բայց նա նաև գիտեր, որ ճշմարտությունը ունի իր սեփական ուժը։ Եվ երբ բավականաչափ մարդիկ տեսնեն փաստաթղթերը, երբ բավականաչափ մարդիկ հարցեր տան, համակարգը չի կարողանա անտեսել դրանք։ Բայց նա սխալվեց։ 2 օր անց, երբ Արմանը վերադառնում էր տուն իր աշխատանքից, նրան կանգնեցրին 2 մարդիկ մութ փողոցում։ Նրանք չէին ոստիկաններ, նրանք չէին ներկայացել։ Նրանք պարզապես ասացին նրան, որ նա պետք է ջնջի հոդվածը։ Արմանը հարցրեց. «Ինչու»։ Նրանցից մեկը, բարձրահասակ մարդ, սև բաճկոնի եւ նով եւ սառը աչքերով պատասխանեց. «Որովհետեւ կան բաներ, որոնք ավելի լավ է մնան անցյալում»։ Արմանը ասաց, որ նա չի ջնջի ոչինչ, որ ճշմարտությունը պետք է իմանան բոլորը։ Մարդը ժպտաց, ժպիտ, որը չհասավ նրա աչքերին եւ ասաց. «Ապա դու պատրաստ եղիր հետևանքներին»։ Հաջորդ օրը Արման Մկրտչյանի բնակարանը ներխուժեցին անհայտ մարդիկ։ Նրանք ջարդեցին դուռը, շրջեցին ամեն ինչ եւ տարան նրա համակարգիչը, նրա հեռախոսը, նրա բոլոր փաստաթղթերը։ Երբ Արմանը փորձեց բողոքել ոստիկանությանը, նրան ասացին, որ սա պաշտոնական հետաքննություն է եւ որ նա պետք է համագործակցի։ Բայց երբ նա հարցրեց. «Ինչ հետաքննություն», նրան չպատասխանեցին։ Նրա հրապարակումը ջնջվեց օնլայն հարթակից, առանց բացատրության։ Երբ նա փորձեց վերահրապարակել այն, նրա հաշիվը արգելափակվեց։ Նա փորձեց դիմել այլ լրատվամիջոցների, բայց ոչ ոք չուզեց հպվել այս պատմությանը։ Նրանք ասում էին, որ սա չափազանց զգայուն է, որ մենք չենք կարող ռիսկի դիմել։ Բայց Արմանը չդադարեցրեց։ Նա գիտեր, որ եթե նա լռի, ապա Գրաչիա Ներսիսյանի ճշմարտությունը կրկին կթաղվի։ Նա սկսեց աշխատել ստվերում։ Նա ստեղծեց անանուն բլոգ, որտեղ սկսեց հրապարակել փաստաթղթերը, մեկ առ մեկ, յուրաքանչյուր օր նոր մանրամասներ։ Նա գրեց Գրաչիայի նամակի մասին, որտեղ արտիստը նկարագրում էր, թե ինչպես էր նա զգում, որ դեղերը վատացնում են նրա վիճակը։ Նա հրապարակեց բժշկական արձանագրությունները, որոնք ցույց էին տալիս դեղերի անսովոր կազմը։
Նա գրեց Նարինե Ավագյանի պատմության մասին, այն կնոջ, ով զոհաբերեց իր կարիերան պաշտպանելու ճշմարտությունը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ մարդիկ սկսեցին կարդալ։ Սկզբում հարյուրներ, հետո հազարներ, հետո տասնյակ հազարներ։ Բայց ամենակարևոր բացահայտումը եկավ 2015 թվականի ամռանը, երբ Արմանը ստացավ անանուն նամակ։ Նամակը եկավ հին ձևով, թղթի վրա, փոստով, առանց ետադարձ հասցեի։ Ներսում էր մի էջ, պատճենահանված հին փաստաթղթից։ Վերևում գրված էր հատուկ հրաման թիվ 345, թվագրված 1950 թվականի սեպտեմբերի 11։ Փաստաթուղթը ստորագրված էր 3 մարդու կողմից՝ մշակույթի նախարարի, առողջապահության նախարարի եւ երրորդ ստորագրություն, որը անընթեռնելի էր։ Բայց կողքին գրված էր պաշտոնը՝ Պետական անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ։ Հրամանի տեքստը եղավ կարճ, բայց սարսափելի։ Քաղաքացի Գրաչիա Ներսիսյանի բուժումը պետք է իրականացվի հատուկ պրոտոկոլով։ Նպատակը՝ պահպանել նրա աշխատունակությունը առավելագույն ժամանակով, առանց լրիվ ապաքինման։ Բժիշկները պետք է հետևեն կցված դեղաբանական ցուցումներին։ Ցանկացած շեղում կդիտարկվի որպես պետական հրամանի չկատարում։ Արմանը կարդաց այս փաստաթուղթը 3 անգամ, չհավատալով իր աչքերին։ Սա էր ապացույցությունը։ Սա էր գրավոր հաստատումը, որ Գրաչիա Ներսիսյանի մահը ոչ թե պատահական էր, այլ պլանավորված։ Որ պետությունը գիտակցաբար որոշել էր պահպանել նրան կենթանի բավականաչափ երկար, որպեսզի նա կարողանա ավարտել իր կոնցերտները, բայց ոչ այնքան երկար, որ նա դառնար բեռ։ Սա էր սառը հաշվարկված սպանություն, թաքնված բժշկական բուժման դիմակի տակ։ Արմանը հրապարակեց այս փաստաթուղթը իր բլոգում, եւ այս անգամ ռեակցիան եղավ պայթյունային։ Մարդիկ դուրս եկան փողոցներ։ Երևանի կենտրոնում հավաքվեցին հազարավոր մարդիկ պահանջելով արդարություն Գրաչիա Ներսիսյանի համար։ Նրանք բերել էին նրա լուսանկարները, նրա երգերը հնչում էին բարձրախոսներից, եւ մարդիկ լաց էին լինում, ոչ միայն նրա համար, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր զոհ էին դարձել համակարգի, որը տեսնում էր նրանց որպես գործիքներ, ոչ թե որպես մարդիկ։ Իշխանությունները փորձեցին ցրել ցույցը, բայց մարդիկ չհեռացան։ Նրանք մնացին այնտեղ օրեր, շաբաթներ, պահանջելով պատասխաններ։ Եվ վերջապես 2015 թվականի օգոստոսին կառավարությունը հայտարարեց, որ կստեղծվի հատուկ հանձնաժողով, հետաքննելու Գրաչիա Ներսիսյանի մահվան հանգամանքները։ Բայց հանձնաժողովը աշխատեց դանդաղ, շատ դանդաղ։ Ամիսներ անցան, եւ ոչ մի արդյունք չհրապարակվեց։ Մարդիկ սկսեցին կասկածել, որ սա պարզապես ժամանակ շահելու միջոց է, որ իշխանությունները հույս ունեն, որ մարդիկ կմոռանան եւ կանցնեն հաջորդ թեմային։ Արմանը շարունակեց գրել, շարունակեց հրապարակել, շարունակեց պահանջել։ Բայց նա նաև սկսեց ստանալ ավելի լուրջ սպառնալիքներ։ Մի գիշեր, երբ նա վերադառնում էր տուն, նրա մեքենայի անիվները կտրված էին։ Մեկ այլ անգամ նրա բնակարանի պատուհանը ջարդվեց քարով եւ ներսում կար նշում. «Դադարեցրու, մինչև ուշ չէ»։ Նրա ընկերները աղաչում էին նրան դադարեցնել, ասելով, որ նա դնում է իրեն վտանգի մեջ, բայց Արմանը չէր կարող դադարեցնել։ Նա զգում էր, որ պարտական է Գրաչիային, Նարինեին, Վահագնին, բոլոր նրանց, ովքեր փորձել էին ասել ճշմարտությունը եւ տուժել էին դրա համար։ Ո՞վ էր ուղարկում այդ սպառնալիքները։ Ինչու էին նրանք այդքան վախենում, որ ճշմարտությունը բացահայտվի։ Եվ ամենակարևորը, քանի ժամանակ էր պետք, մինչև համակարգը վերջապես ընդուներ իր մեղքը եւ տար այն արդարությունը, որին Գրաչիա Ներսիսյանը արժանի էր։ 2016 թվականի ձմռանը տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Հանձնաժողովի անդամներից մեկը, ծեր պրոֆեսոր, անունով Արթուր Գևորգյան, որը եղել էր բժիշկ տեղխորհրդային ժամանակներում, որոշեց խոսել։ Նա տվեց հարցազրույց Արման Մկրտչյանին, եւ այն, ինչ նա ասաց, սարսափեցրեց ամբողջ երկիրը։ Պրոֆեսոր Գևորգյանը պատմեց, որ նա եղել է այն բժիշկներից մեկը, ում խնդրել էին խորհրդատվություն տալ Գրաչիա Ներսիսյանի բուժման մասին դեռ 1950 թվականին։ Նա պատմեց, որ երբ նա տեսավ Գրաչիայի բժշկական քարտը եւ ախտորոշումը, նա անմիջապես հասկացավ, որ արտիստը պետք է անմիջապես դադարեցներ բոլոր կոնցերտները եւ անցներ լուրջ բուժման։ Նա գրեց մանրամասն զեկույց, բացատրելով, որ Գրաչիայի սիրտը գտնվում է քայքայման եզրին եւ որ յուրաքանչյուր հետագա կոնցերտ կարող է լինել նրա վերջինը։ Բայց երբ նա ներկայացրեց այս զեկույցը իր վերադասներին, նրան ասացին, որ նրա կարծիքը չի համապատասխանում պետական շահերին։ Պրոֆեսոր Գևորգյանը պատմեց, որ նրան կանչեցին մի հանդիպման, որտեղ ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք բացատրեցին նրան, որ Գրաչիա Ներսիսյանը ոչ թե պարզապես արտիստ է, այլ պետական ակտիվ, որ նրա ձայնը օգտագործվում է քաղաքական նպատակների համար ցույց տալու, որ խորհրդային համակարգը ստեղծում է մեծ արտիստներ,
որ ազգային փոքրամասնությունները երջանիկ են միության մեջ, որ եթե Գրաչյան դադարեցնի կոնցերտները, սա կընկալվի որպես թուլություն, որպես ձախողում, եւ որ պրոֆեսոր Գևորգյանը որպես հայրենասեր քաղաքացի պետք է հասկանա, որ անհատական կյանքը երբեմն պետք է զոհաբերվի ավելի մեծ բարիքի համար։ Պրոֆեսորը պատմեց, որ նա փորձեց բողոքել, ասել, որ սա անբարոյական է, որ նա որպես բժիշկ չի կարող մասնակցել այսպիսի բանի, բայց նրան սպառնացին։ Նրան ասացին, որ եթե նա չհամագործակցի, ապա նա կկորցնի իր պաշտոնը, իր տունը եւ նրա ընտանիքը կտուժի։ Եվ այնպես, ինչպես շատ ուրիշներ, նա ընտրեց լռությունը։ Բայց հիմա 65 տարեկան ծերունի, ով գիտեր, որ նրա սեփական կյանքը մոտենում է ավարտին, պրոֆեսոր Գևորգյանը չէր կարող ավելի լռել։ Նա ասաց Արմանին. «Ես ապրել եմ այս մեղքով 65 տարի։ Յուրաքանչյուր գիշեր ես տեսնում եմ Գրաչյան Ներսիսյանի դեմքը իմ երազներում։ Ես լսում եմ նրա ձայնը, հարցնելով ինձ. ինչու ես չփրկեցի նրան։ Եվ ես չունեմ պատասխան։ Միակ բանը, որ ես կարող եմ անել հիմա, սա է՝ ասել ճշմարտությունը։ Նույնիսկ եթե դա ուշ է»։ Հարցազրույցը տարածվեց ամենուր։ Հեռուստատեսությունները, որոնք մինչ այդ անտեսում էին այս պատմությունը, հանկարծ սկսեցին խոսել դրա մասին։ Թերթերը հրապարակեցին մեծ հոդվածներ։ Եվ վերջապես, կառավարությունը չէր կարող ավելի անտեսել։ 2016 թվականի ապրիլին, ճիշտ Գրաչյա Ներսիսյանի մահվան 64-րդ տարելիցին, Հայաստանի Հանրապետության վարչապետը տվեց պաշտոնական հայտարարություն։ Նա ասաց, որ հանձնաժողովը ավարտել է իր հետաքննությունը եւ որ արդյունքները ցնցող են։ Նա հաստատեց, որ Գրաչյա Ներսիսյանի մահը ոչ թե բնական էր, այլ արդյունք, համակարգային անտեսման եւ հնարավոր դիտավորյալ վնասի։ Որ խորհրդային իշխանությունները գիտակցաբար ստիպել էին նրան շարունակել կոնցերտները, գիտենալով, որ սա սպանելու է նրան։ Որ բժիշկները, ովքեր բուժում էին նրան, հետևել էին հրամաններին վերևից, օգտագործելով դեղեր, որոնք ոչ թե բուժում էին, այլ դանդաղեցնում էին մահը։ Եվ որ Հայաստանի Հանրապետությունը, որպես խորհրդային Հայաստանի իրավահաջորդ, պաշտոնապես ներողություն է խնդրում Գրաչյա Ներսիսյանի ընտանիքից եւ ողջ հայ ժողովրդից այն անարդարության համար, որը կատարվեց։ Բայց ներողությունը բավական չէր։ Մարդիկ պահանջում էին ավելին։ Նրանք պահանջում էին, որ այն մարդկանց անունները, ովքեր պատասխանատու էին, հրապարակվեն, որ նրանք, ովքեր դեռ կենդանի են, դատվեն, որ Գրաչյա Ներսիսյանի ընտանիքը ստանա փոխհատուցում այն ամենի համար, ինչ նրանցից խլվել էր, եւ որ այս պատմությունը դառնա դաս ապագա սերունդների համար, որպեսզի նման բան երբեք չկրկնվի։ Կառավարությունը խոստացավ անել այս ամենը, բայց խոստումները հեշտ են տալ, դժվար է կատարել դրանք։ Արման Մկրտչյանը, որը դարձել էր այս պատմության դեմքը, ստացավ բազմաթիվ առաջարկներ, աշխատելու մեծ լրատվամիջոցներում, գրելու գիրք, նույնիսկ ստեղծելու ֆիլմ Գրաչյա Ներսիսյանի մասին։ Բայց նա մերժեց դրանք բոլորը։ Նա ասաց, որ նա չի արել սա փառքի կամ փողի համար։ Նա արել է սա, որովհետև հավատում էր, որ ճշմարտությունը կարևոր է, որ անցյալի մեղքերը պետք է բացահայտվեն ոչ թե վրեժխնդրության համար, այլ որպեսզի մենք սովորենք դրանցից։ Նա շարունակեց աշխատել իր փոքր անկախ հրապարակման մեջ, շարունակեց գրել պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր մոռացված էին, ովքեր անտեսված էին, ովքեր զոհ էին դարձել համակարգերի, որոնք տեսնում էին նրանց որպես թվեր, ոչ թե որպես մարդիկ։ Իսկ Գրաչյա Ներսիսյանի գերեզմանը Կոմիտաս Պանթեոնում դարձավ ուխտատեղի։ Մարդիկ գալիս էին այնտեղ ոչ միայն հարգելու մեծ արտիստին, այլև հիշելու այն ամենը, ինչ նա տուժել էր։ Նրանք թողնում էին ծաղիկներ, վառում էին մոմեր եւ շշնջում էին աղոթքներ, ոչ միայն նրա հոգու համար, այլև բոլոր նրանց համար, ովքեր տուժել էին նույն ձևով։ Եվ երբ քամին փչում էր ծառերի միջով եւ տերևները շշնջում էին, մարդիկ երբեմն երևակայում էին, որ լսում են Գրաչյայի ձայնը, երգում հեռվից, հիշեցնելով նրանց, որ ճշմարտությունը, որքան էլ ուշ բացահայտվի, միշտ գտնում է իր ճանապարհը դեպի լույս։ Բայց մի հարց դեռ մնում էր անպատասխան։ Այն անանուն նամակը, որը Արմանը ստացել էր, այն հատուկ հրամանով, որը ապացուցում էր պլանավորված սպանությունը։ Ո՞վ էր ուղարկել այն։ Ո՞վ էր այն մարդը, ով ունեցել էր մուտք այդ գաղտնի փաստաթղթերին եւ որոշել էր, որ ժամանակը եկել է բացահայտելու դրանք։ Արմանը երբեք չիմացավ, բայց նա կասկածում էր, որ դա եղել է ինչ-որ մեկը, ով եղել է այնտեղ, ով տեսել էր ամեն ինչ, ով ապրել էր այդ մեղքով տասնամյակներ եւ ով վերջապես որոշել էր, որ բավական է։ Գուցե դա եղել է մի ծեր բժիշկ, ով մահամերձ էր եւ ուզում էր մաքրել իր խիղճը։ Գուցե դա եղել է մի նախկին պաշտոնյա, ով զղջում էր իր արարքների համար։ Կամ գուցե դա եղել է պարզապես ինչ-որ մեկը, ով հավատում էր, որ ճշմարտությունը ավելի կարևոր է, քան ցանկացած համակարգ, ցանկացած իշխանություն, ցանկացած վախ։ Ինչպիսին է մարդու արժեքը համակարգի աչքերում։ Երբ է մի կյանքը դառնում պարզապես գործիք,
օգտագործելու եւ նետելու, երբ այն այլևս օգտակար չէ։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող ենք մենք որպես հասարակություն համոզվել, որ նման բան երբեք չկրկնվի, որ յուրաքանչյուր կյանք արժևորվի ոչ թե դրա օգտակարության համար, այլ դրա բուն գոյության համար։ 2017 թվականի աշնանը, երբ Արման Մկրտչյանը մտածում էր, որ Գրաչիա Ներսիսյանի պատմությունը վերջապես փակվել է, նրա փոստարկում հայտնվեց եւս մեկ ծրար։ Այս անգամ ոչ թե հին փաստաթուղթ, այլ ժամանակակից USB գրիչ, փաթեթավորված սև թաղանթի մեջ։ Ծրարի վրա գրված էր միայն 3 բառ՝ վերջին ճշմարտությունը։ Արմանը տարավ այն տուն, միացրեց իր համակարգչին եւ այն, ինչ նա տեսավ, ստիպեց նրան նստել ոտքերը թուլացած։ Գրիչի վրա էր տեսանյութ, հին, սև ու սպիտակ, վատ որակի, բայց բավականաչափ հստակ, որպեսզի տեսնել դեմքերը։ Տեսանյութը նկարահանված էր 1952 թվականի ապրիլի 13-ին, 2 օր առաջ, քան Գրաչյան մեռավ Կրեմլիամ պալատում։ Տեսանյութում երևում էր հիվանդանոցային պալատ, որտեղ Գրաչյան պառկած էր մահճակալին, միացված սարքավորումներին։ Նրա կողքին կանգնած էին 3 մարդիկ, 2 բժիշկներ սպիտակ խալաթներով եւ 1 մարդ մութ կոստյումով, ում դեմքը մասամբ թաքնված էր ստվերում։ Բայց ձայնը, այդ սառը, հրամայական ձայնը հստակ լսվում էր։ Մարդը կոստյումով ասում էր բժիշկներին. «Նա պետք է լինի բեմում 2 շաբթի։ Ես չեմ հետաքրքրվում, թե ինչ պետք է անեք։ Տվեք նրան այն դեղերը, որոնք կպահեն նրան արթուն 3 օր։ Հետո այն, ինչ տեղի ունենա, մեզ չի հետաքրքրում»։ Բժիշկներից մեկը, ավելի երիտասարդը, փորձեց բողոքել. «Բայց այդ դեղերը կարող են սպանել նրան անմիջապես։ Նրա սիրտը չի դիմանա այդպիսի բեռին»։ Մարդը շրջվեց դեպի նրան, եւ նույնիսկ տեսանյութի վատ որակով կարելի էր տեսնել սպառնալիքը նրա աչքերում։ «Դուք բժիշկներ եք, ոչ թե քաղաքական խորհրդատուներ։ Ձեր աշխատանքն է կատարել հրամանները։ Եթե նա մեռնի բեմում, նա կմեռնի հերոսի պես։ Եթե նա մեռնի այստեղ, նա կմեռնի որպես անօգուտ տառապյալ։ Ընտրությունը պարզ է»։ Հետո տեսանյութը կտրվեց։ Արմանը նայեց այս տեսանյութը 5 անգամ, փորձելով հասկանալ, թե ինչ է նա հենց նոր տեսել։ Սա էր ապացույցությունը, ոչ թե անուղղակի, ոչ թե փաստաթղթերի վրա հիմնված, այլ ուղիղ, տեսողական, անհերքելի։ Սա ցույց էր տալիս, որ Գրաչիա Ներսիսյանի մահը ոչ միայն պլանավորված էր, այլև իրականացվել էր սառը արյունքով, մարդկանց կողմից, ովքեր գիտեին ճիշտ, թե ինչ են անում։ Բայց ով էր այդ մարդը կոստյումով։ Նրա դեմքը չէր երևում լիովին, բայց նրա ձայնը, նրա դիրքը, նրա իշխանությունը ամեն ինչ ասում էր, որ սա եղել է ինչ-որ մեկը շատ բարձր պաշտոնից։ Արմանը ուղարկեց տեսանյութը մի քանի փորձագետների, ձայնի վերլուծության համար։ Նրանք աշխատեցին 2 շաբաթ, համեմատելով ձայնը հին արխիվային ձայնագրությունների հետ։ Եվ վերջապես, նրանք տվեցին պատասխան, որը սարսափեցրեց նույնիսկ Արմանին։ Ձայնը պատկանում էր Սերգեյ Մելիքյանին, մարդու, ով 1950-րդ թվականներին եղել էր Պետական անվտանգության կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչ Հայաստանում։ Մարդու, ով վերահսկում էր ոչ միայն անվտանգությունը, այլև մշակույթը, արվեստը, ամեն ինչ, որ կարող էր ազդել հանրային կարծիքի վրա։ Մարդու, ով 1960-րդ թվականներին բարձրացել էր դեպի ավելի բարձր պաշտոններ Մոսկվայում եւ ով մեռել էր 1988 թվականին, իբրև հարգված պետական գործիչ։ Բայց հիմա այս տեսանյութը ցույց էր տալիս նրա իրական դեմքը, ոչ թե պետական գործիչ, այլ սառ սպան, ով օգտագործում էր մարդկանց որպես գործիքներ եւ նետում, երբ նրանք այլևս օգտակար չէին։ Արմանը հրապարակեց տեսանյութը։ Ռեակցիան եղավ ավելի ուժեղ, քան նա երբևէ պատկերացրել էր։ Մարդիկ ոչ միայն զայրացած էին, այլև ցնցված։ Որովհետև Սերգեյ Մելիքյանը ոչ միայն պատասխանատու էր Գրաչիա Ներսիսյանի մահվան համար։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ նա եղել է ներգրավված տասնյակ այլ գործերի մեջ, արտիստների, գրողների, մտավորականների, ովքեր անհետացել էին կամ մեռել էին անսպասելիորեն։ Նա եղել էր համակարգի մի մասը, որը ոչնչացնում էր ցանկացած մեկին, ով համարվում էր սպառնալիք կամ ով դադարում էր լինել օգտակար։ Եվ նա արել էր այս ամենը առանց զղջալու, առանց խղճի խայթի, պարզապես որպես իր աշխատանք։ Բայց ամենավատը դեռ առաջն էր, որովհետև տեսանյութի վերջում, երբ Սերգեյ Մելիքյանը դուրս էր գալիս պալատից, նա շրջվեց դեպի կամերան, այն թաքնված կամերան, որը նկարահանում էր ամեն ինչ անվտանգության նպատակներով, եւ ժպտաց։ Սառը, հաշվարկված ժպիտ, որը ասում էր. «Ես գիտեմ, որ դուք նայում եք, եւ ես չեմ վախենում»։ Այդ ժպիտը հետապնդեց Արմանին գիշերները,
որովհետև այն ցույց էր տալիս ինչ-որ բան ավելի սարսափելի, քան պարզ սպանությունը։ Այն ցույց էր տալիս համակարգ, որտեղ մարդիկ կարող էին սպանել առանց վախի, առանց հետևանքների, գիտենալով, որ նրանք պաշտպանված են իրենց պաշտոններով, իրենց կապերով, իրենց իշխանությամբ։ Ինչպես կարող է հասարակությունը ապրել, երբ այն գիտի, որ նման մարդիկ գոյություն ունեցել են։ Ինչպես կարող ենք մենք վստահել համակարգերին, երբ գիտենք, որ նրանք կարող են օգտագործել մեզ եւ հետո նետել, ինչպես օգտագործված գործիքներ։ Եվ ամենակարևորը, քանի Սերգեյ Մելիքյաններ դեռ կան այնտեղ, թաքնված իրենց պաշտոններում, շարունակելով անել նույն բաները, պարզապես ավելի զգույշ, ավելի թաքնված։ Տեսանյութի հրապարակումից հետո Արման Մկրտչյանի կյանքը դարձավ դժոխք։ Նա ստանում էր սպառնալիքներ ամեն օր, հեռախոսով, էլեկտրոնային փոստով, նույնիսկ նամակներով, որոնք թողնում էին նրա դռան տակ։ Մի գիշեր, երբ նա վերադառնում էր տուն, նրա բնակարանի դուռը բաց էր։ Ներսում ամեն ինչ շրջված, ջարդված եւ պատերի վրա գրված էր կարմիր ներկով. «Դադարեցրու, կամ դու կլինես հաջորդը»։ Արմանը զանգահարեց ոստիկանություն, բայց երբ նրանք եկան, նրանք ասացին, որ սա հավանաբար հանցագործների աշխատանք է եւ որ նրանք կհետաքննեն։ Բայց Արմանը գիտեր, որ սա ոչ թե պարզ հանցագործներ էին։ Սա էին մարդիկ, ովքեր ուներին ռեսուրսներ, կապեր, իշխանություն, մարդիկ, ովքեր չէին ուզում, որ ավելի շատ ճշմարտություններ բացահայտվեն։ Բայց Արմանը չվախեցավ։ Փոխարենը նա սկսեց ավելի խորը փորել։ Նա սկսեց հետաքննել Սերգեյ Մելիքյանի կյանքը, նրա կարիերան, նրա կապերը, նրա ընտանիքը, եւ այն, ինչ նա գտավ, եղավ ցնցող։ Սերգեյ Մելիքյանի որդին Դավիթ Մելիքյանը դեռ կենդանի էր։ Նա ապրում էր Մոսկվայում, եղել էր հաջող բիզնեսմեն եւ հիմա 81 տարեկան ծերունի վայելում էր իր կյանքը հարուստ թորնիկների շրջանում, բայց դեռ ուժեղ բավականաչափ։ Դուք այն երիտասարդ դրագրողն եք, ով փորում է հին գերեզմանները, ինչու եք ուզում խոսել ինձ հետ։ Արմանը բացատրեց, որ նա ուզում է հասկանալ ճշմարտությունը, ոչ թե դատապարտելու համար, այլ որպեսզի պատմությունը լինի ամբողջական։ Դավիթ Մելիքյանը լռեց երկար ժամանակ, հետո ասաց. «Եկեք Մոսկվա, ես ձեզ կպատմեմ այն, ինչ ոչ ոք չգիտի, բայց ոչ հեռախոսով, դեմ առ դեմ»։ Արմանը գնաց Մոսկվա 2 օր անց։ Նա հանդիպեց Դավիթ Մելիքյանին նրա բնակարանում, մեծ շքեղ բնակարան Մոսկվայի կենտրոնում, լի հին ֆոտոներերով եւ մեդալներով, Սերգեյ Մելիքյանի փառավոր կարիերայի հիշատակարաններ։ Դավիթը նստեց աթոռին, դանդաղ, ծանր, եւ նայեց Արմանին աչքերով, որոնք տեսել էին չափազանց շատ։ «Իմ հայրը», սկսեց Դավիթը, եղել է մարդ, ով հավատում էր, որ նպատակը արդարացնում է միջոցները։ Նա հավատում էր, որ անհատական կյանքերը նշանակություն չունեն, եթե դրանք զոհաբերվում են ավելի մեծ բարիքի համար։ Նա ասում էր ինձ, երբ ես երեխա էի. «Դավիթ, համակարգը ավելի կարևոր է, քան մարդը։ Մարդիկ գալիս եւ գնում են, բայց համակարգը մնում է»։ Դավիթը դադարեց, խմեց մի կում ջուր եւ շարունակեց. «Բայց երբ ես մեծացա, երբ ես տեսա, թե ինչ էր նա իրականում անում, ես սկսեցի հասկանալ, որ նա սխալվում էր։ Նա չէր ծառայում համակարգին։ Նա ծառայում էր իր սեփական իշխանությանը, իր սեփական էգոին։ Եվ նա արել էր սարսափելի բաներ, ոչ թե հայրենիքի համար, այլ որովհետև կարող էր»։ Դավիթը պատմեց Արմանին պատմություններ, որոնք սառեցրին արյունը։ Նա պատմեց, թե ինչպես էր Սերգեյ Մելիքյանը տանը գալիս երեկոյան եւ խոսում իր աշխատանքի մասին, ինչպես մի ծաղրանքով, ինչպես որսորդ, որը պատմում է իր որսի մասին։ Նա պատմեց, թե ինչպես էր հայրը ասում. «Այսօր մենք լուծեցինք մի խնդիր», իր, նշանակելով, որ ինչ-որ մեկը անհետացել էր։ Նա պատմեց, թե ինչպես էր հայրը պահում ցուցակ, անունների ցուցակ, մարդկանց, ում նա վերահսկում էր, եւ ինչպես էր այդ ցուցակը դառնում ավելի երկար ամեն տարի։ Եվ նա պատմեց, թե ինչպես էր հայրը իր մահամերձ օրերին ասել նրան. «Ես չեմ զղջում ոչինչի համար։ Ես արել եմ այն, ինչ պետք էր անել։ Եվ եթե ես ունենայի հնարավորություն, ես կանեի նույնը կրկին»։ Արմանը լսեց այս ամենը զգալով, թե ինչպես է նրա ներսում բորբոքվում զայրույթը։ Բայց նա նաև տեսավ Դավիթի աչքերում ցավ մարդու, ով ապրել է իր ողջ կյանքը իր հոր մեղքերի ստվերում։ «Ինչու եք պատմում ինձ այս ամենը», հարցրեց Արմանը։ Դավիթը նայեց նրան եւ ասաց. «Որովհետև ես ուզում եմ, որ աշխարհը իմանա ճշմարտությունը։ Ես ուզում եմ, որ իմ հոր անունը կապվի ոչ թե հարգված պետական գործիչ բառերի հետ, այլ այն բանի հետ, ինչ նա իրականում էր՝ սպան։ Եվ ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ նման համակարգերը կարող են ստեղծել նման հրեշներ, որպեսզի նրանք երբեք չթույլ տան, որ սա կրկնվի»։ Դավիթ Մելիքյանը տվեց Արմանին ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։
Նա տվեց նրան իր հոր անձնական օրագիրը, հաստ կաշվով կապված գիրք, որտեղ Սերգեյ Մելիքյանը գրել էր իր աշխատանքի մանրամասները։ Այնտեղ էին անունները, տասնյակ անուններ, մարդկանց ում նա վերահսկել էր, լուծել էր, վերացրել էր։ Այնտեղ էին ամսաթվերը, տեղերը, մեթոդները, եւ այնտեղ էր Գրաչիա Ներսիսյանի անունը, գրված կարմիր մելանով, եւ կողքին նշում. հաջողությամբ ավարտված, մեծ ազդեցություն հանրության վրա, օգտագործել որպես օրինակ ապագա գործողությունների համար։ Արմանը կարդաց այս բառերը եւ զգաց, թե ինչպես է նրա ստամոքսը շրջվում։ Սա էր վերջնական ապացույցությունը։ Ոչ միայն այն, որ Գրաչյան սպանվել էր, այլև այն, որ նրա մահը օգտագործվել էր որպես օրինակ, ցույց տալու ուրիշներին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նրանք չհնազանդեն։ Ինչպես կարող է մարդը դառնալ այդպիսի հրեշ։ Ինչ է տեղի ունենում մարդու հոգում, երբ նա սկսում է տեսնել ուրիշ մարդկանց ոչ թե որպես կենդանի էակներ, այլ որպես խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող ենք մենք որպես հասարակություն կանխել նման մարդկանց ստեղծումը, կանխել նման համակարգերի առաջացումը, որոնք թույլ են տալիս նրանց գործել առանց հետևանքների։ Երբ Արման Մկրտչյանը վերադարձավ Երևան Սերգեյ Մելիքյանի օրագրով, նա գիտեր, որ նա պահում է ձեռքին ինչ-որ բան, որը կարող էր փոխել պատմությունը։ Բայց նա նաև գիտեր, որ սա վտանգավոր էր։ Այս օրագիրը ոչ միայն բացահայտում էր Գրաչիա Ներսիսյանի սպանությունը, այլև տասնյակ այլ գործեր, մարդկանց, ովքեր անհետացել էին, ովքեր մեռել էին անսպասելիորեն, ովքեր ինքնասպան էին եղել։ Եվ շատ այդ գործերի մեջ ներգրավված մարդիկ դեռ կենդանի էին, դեռ ուժեղ էին, դեռ ունեին կապեր եւ ռեսուրսներ։ Արմանը որոշեց, որ նա չի կարող պահել այս տեղեկությունը միայն իր մոտ։ Նա պատճենահանեց օրագիրը, ստեղծեց բազմաթիվ պահուստային օրինակներ եւ ուղարկեց դրանք տարբեր մարդկանց՝ լրագրողների, իրավաբանների, մարդու իրավունքների պաշտպանների։ Նա ուզում էր համոզվել, որ եթե ինչ-որ բան պատահի իրեն, ճշմարտությունը չի կորի։ Հետո նա հրապարակեց օրագրի բովանդակությունը, մեկ առ մեկ էջ, ամեն օր նոր բացահայտումներ։ Ռեակցիան եղավ պայթյունային։ Մարդիկ պահանջում էին ոչ միայն Գրաչիա Ներսիսյանի գործի վերաբացում, այլև բոլոր այն գործերի հետաքննություն, որոնք նշված էին օրագրում։ Ընտանիքներ, ովքեր տասնամյակներ սպասել էին պատասխանների, վերջապես տեսան հույս։ Կառավարությունը ճնշման տակ հայտարարեց, որ կստեղծվի հատուկ հանձնաժողով, հետաքննելու բոլոր այն գործերը, որոնք կապված էին Սերգեյ Մելիքյանի եւ նրա գործընկերների հետ։ Բայց Արմանը գիտեր, որ հանձնաժողովները դանդաղ են, որ քաղաքականությունը կարող է խանգարել արդարությանը։ Նա որոշեց անել ինչ-որ բան ավելին։ Նա կազմակերպեց հանրային միջոցառում, Կոմիտաս Պանթեոնում, Գրաչիա Ներսիսյանի գերեզմանի մոտ։ Նա հրավիրեց բոլորին, ընտանիքներին, ովքեր կորցրել էին իրենց սիրելիներին, լրագրողներին, պատմաբաններին, պարզապես մարդկանց, ովքեր հետաքրքրված էին ճշմարտությամբ։ Եկավ ավելի քան 5000 մարդ։ Նրանք լցրին Պանթեոնը, փողոցները շուրջը, նստեցին գերեզմանների վրա, կանգնեցին ծառերի տակ։ Արմանը բարձրացավ փոքրիկ բեմ, որը տեղադրել էին Գրաչիայի գերեզմանի մոտ, եւ սկսեց խոսել։ Նա պատմեց ամբողջ պատմությունը, սկսած այն օրվանից, երբ նա գտավ Նարինե Ավագյանի տետրակը, մինչև այն պահը, երբ նա ստացավ Սերգեյ Մելիքյանի օրագիրը։ Նա պատմեց Գրաչիայի տառապանքների մասին, բժիշկների լռության մասին, պաշտոնյաների սառը հաշվարկների մասին։ Հետո նա արեց ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա կանչեց բեմ Արմինե Ներսիսյանի թոռնուհուն Անահիտ Ներսիսյանին, երիտասարդ կին, 35 տարեկան, ով երբեք չէր տեսել իր պապին, բայց ով ապրել էր նրա ստվերում ողջ իր կյանքը։ Անահիտը բարձրացավ բեմ դողացող ոտքերով եւ Արմանը տվեց նրան մի փաթեթ, Սերգեյ Մելիքյանի օրագրի պատճենը։ Սա, ասաց Արմանը, պատկանում է ձեզ։ Սա է ապացույցությունը, որ ձեր պապը ոչ թե պարզապես մեռավ, այլ սպանվեց։ Եվ սա է ապացույցությունը, որ նրա սպանիչները գիտեին ճիշտ, թե ինչ են անում։ Անահիտը վերցրեց փաթեթը, բացեց այն եւ սկսեց կարդալ։ Երբ նա հասավ այն էջին, որտեղ գրված էր Գրաչիա Ներսիսյանի անունը, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Նա նայեց հանդիսատեսին եւ ասաց բառեր, որոնք սառեցրին բոլորին։ Իմ պապը մեռավ, որպեսզի ուրիշները կարողանան ապրել իրենց երազանքները։ Բայց նրա սեփական երազանքները խլվեցին նրանից, եծին նրանից, եւ այսօր մենք պահանջում ենք, որ նրա անունը մաքրվի, որ նրա պատմությունը պատմվի ճիշտ, եւ որ նրանք, ովքեր սպանեցին նրան, նույնիսկ եթե նրանք մեռած են, դատապարտվեն պատմության կողմից։ Ծափահարությունները եղան որոտացող։ Մարդիկ լացում էին, գրկում էին միմյանց եւ երգում էին Գրաչիայի երգերը։ Այդ օրը դարձավ շրջադարձային պահ։
Կառավարությունը տեսնելով հանրային ճնշումը հայտարարեց, որ Գրաչիա Ներսիսյանին պաշտոնապես կճանաչվի որպես պետության զոհ եւ որ նրա ընտանիքը կստանա փոխհատուցում։ Բայց ավելի կարևորը, նրանք հայտարարեցին, որ կստեղծվի հուշահամալիր, նվիրված բոլոր նրանց, ովքեր տուժել էին խորհրդային համակարգից, եւ որ Գրաչիա Ներսիսյանի պատմությունը կդառնա այդ հուշահամալիրի կենտրոնական մասը։ Սա էր փոքր հաղթանակ, բայց հաղթանակ։ Բայց Արման Մկրտչյանը գիտեր, որ աշխատանքը դեռ չէր ավարտվել, որովհետև Սերգեյ Մելիքյանի օրագրում կային տասնյակ այլ անուններ, մարդկանց, ովքեր դեռ սպասում էին արդարության։ Եվ նա խոստացավ իրեն, որ նա կշարունակի պայքարել, կշարունակի բացահայտել, կշարունակի պահանջել, մինչև յուրաքանչյուր այդ պատմությունը պատմվի, մինչև յուրաքանչյուր այդ անունը մաքրվի, մինչև յուրաքանչյուր այդ ընտանիքը ստանա այն պատասխանները, որոնց նրանք արժանի են։ Սա էր նրա առաքելությունը, եւ նա չէր դադարեցնելու, մինչև այն ավարտվի։ Ինչպես կարող ենք մենք, որպես հասարակություն, համոզվել, որ նման ողբերգություններ երբեք չկրկնվեն։ Ինչպես կարող ենք մենք պաշտպանել անհատական կյանքերը համակարգերից, որոնք տեսնում են մարդկանց որպես գործիքներ։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող ենք մենք հիշել անցյալի զոհերին ոչ միայն որպես զոհեր, այլ որպես մարդիկ, ովքեր ունեցել են երազանքներ, հույսեր, սերեր, եւ ովքեր արժանի էին ավելի լավ ճակատագրի։ 2018 թվականի գարնանը 6 տարի անց Արման Մկրտչյանի առաջին հրապարակումից Երևանի կենտրոնում բացվեց հուշահամալիրը։ Մեծ, ժամանակակից շենք, ապակե պատերով, որոնք արտացոլում էին երկինքը, եւ ներսում սենյակներ, լի պատմություններով։ Յուրաքանչյուր սենյակ նվիրված էր մի մարդու, արտիստի, գրողի, մտավորականի, ով տուժել էր համակարգից։ Եվ կենտրոնական սենյակը, ամենամեծը, ամենավառ լույսով լցվածը, նվիրված էր Գրաչիա Ներսիսյանին։ Այնտեղ էին նրա լուսանկարները, երիտասարդ, ժպտացող, լի կյանքով։ Այնտեղ էին նրա երգերի ձայնագրությունները, հնչում անդադար։ Այնտեղ էին նրա անձնական իրերը, նրա միկրոֆոնը, նրա երգարանը, նրա վերջին նամակը Արմինեին։ Եվ այնտեղ էր պատը, ամբողջ պատը, ծածկված փաստաթղթերով, բժշկական արձանագրություններով, այն ապացույցություններով, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր նա սպանվել։ Բացման օրը եկան հազարավոր մարդիկ։ Եկավ Անահիտ Ներսիսյանը իր ընտանիքով, իր երեխաներով, ովքեր վերջապես կարող էին հպարտանալ իրենց պապի պապով։ Եկավ Դավիթ Մելիքյանը Մոսկվայից, ծեր եւ հիվանդ, բայց ուզելով տեսնել, թե ինչպես է նրա հոր մեղքը վերածվում դասի ապագա սերունդների համար։ Եկավ պրոֆեսոր Արթուր Գևորգյանը, որը այժմ 85 տարեկան էր, բայց դեռ ուժեղ բավականաչափ, քայլելու եւ տեսնելու, թե ինչպես է ճշմարտությունը վերջապես հաղթում։ Եվ եկավ Արման Մկրտչյանը, այժմ 43 տարեկան, մազերը սկսել էին մոխրանալ, բայց աչքերը դեռ լի էին այն կրակով, որը նրան տարել էր այս ամբողջ ճանապարհով։ Բողացման խոսքում Արմանը ասաց. այս հուշահամալիրը ոչ թե միայն անցյալի մասին է, սա ապագայի մասին է։ Սա հիշեցում է, որ յուրաքանչյուր կյանք կարևոր է, որ յուրաքանչյուր ձայն արժանի է լսելու, եւ որ համակարգերը, որոնք տեսնում են մարդկանց որպես գործիքներ, պետք է դադարեցվեն։ Գրաչիա Ներսիսյանը մեռավ, որովհետև համակարգը որոշեց, որ նրա կյանքը պակաս կարևոր է, քան նրա ձայնը։ Բայց այսօր մենք ասում ենք ոչ։ Կյանքը միշտ ավելի կարևոր է, քան ցանկացած ձայն, ցանկացած արվեստ, ցանկացած քաղաքականություն։ Եվ մենք երբեք չպետք է մոռանանք սա։ Հուշահամալիրը դարձավ ուխտատեղի։ Ամեն տարի Գրաչիա Ներսիսյանի մահվան օրը, ապրիլի 15-ին, հազարավոր մարդիկ գալիս էին այնտեղ, հիշելու նրան եւ բոլոր ուրիշներին, ովքեր տուժել էին։ Նրանք բերում էին ծաղիկներ, վառում էին մոմեր եւ երգում էին Գրաչիայի երգերը։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նրանց ձայները բարձրանում էին միասին, կարծես Գրաչիան ինքը երգում էր նրանց հետ, հիշեցնելով, որ ճշմարտությունը որքան էլ ուշ բացահայտվի, երբեք չի մեռնում։ Բայց մի հարց դեռ մնում էր։ Այն անանուն մարդը, ով ուղարկել էր առաջին տեսանյութը Արմանին, այն տեսանյութը Սերգեյ Մելիքյանի հետ հիվանդանոցում։ Ո՞վ էր նա։ Արմանը երբեք չիմացավ, բայց 2019 թվականի ձմռանը, երբ նա ստացավ նամակ առանց ետադարձ հասցեի, ներսում միայն մի էջ, գրված ծերունու դողացող ձեռագրով։ Այնտեղ գրված էր. Ես եղել եմ այն տեխնիկը, ով սպասարկում էր անվտանգության կամերաները հիվանդանոցում։ Ես տեսա ամեն ինչ։ Ես պահեցի այդ տեսանյութը 65 տարի, սպասելով ճիշտ պահին։ Հիմա, երբ ես մահամերձ եմ, ես գիտեմ, որ ես արել եմ ճիշտ բանը։ Շնորհակալություն, որ դուք չվախեցաք ասել ճշմարտությունը։
Գրաչիա Ներսիսյանը վերջապես կարող է հանգիստ հանգչել։ Արմանը կարդաց այս նամակը եւ զգաց, թե ինչպես է նրա աչքերը լցվում արցունքներով։ Նա երբեք չիմացավ այդ մարդու անունը, բայց նա գիտեր, որ այդ մարդը եղել է հերոս, լուր հերոս, ով ապրել է իր ողջ կյանքը ծանր գաղտնիքով, բայց ով վերջապես գտել էր խաղաղություն, իմանալով, որ ճշմարտությունը բացահայտվել է։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Գրաչիա Ներսիսյանին։ Եղել է նա համակարգի զո, թե ինքը պատասխանատու է իր ճակատագրի համար, որովհետև չկարողացավ ասել ոչ։ Արդյոք մենք որպես հասարակություն սովորել ենք այս ողբերգությունից, թե դեռ կան համակարգեր, որոնք շարունակում են տեսնել մարդկանց որպես գործիքներ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում, ձեր ընտանիքում։ Սեղմեք հավանել ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որpիսի չբաց թողնեք այլ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր արժանի են հիշվելու։ Մենք շարունակելու ենք պատմել այն ճշմարտությունները, որոնք ուրիշները վախենում են ասել։